Նա պարզապես ցանկանում էր խաղաղությամբ ավարտել երեկույթը։ Բայց մի անծանոթ տղամարդ իր աշխարհը գլխիվայր շուռ տվեց անսպասելի համբույրով։ 2 օր անց նա նորից հայտնվում է որպես իր ղեկավար։ Այժմ այն, ինչ գաղտնիք էր, վտանգ դարձավ։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք ալիքին, կիսվեք սիրելիների հետ։ Մի մոռացեք ասել, թե որտեղից եք դիտում։ Երեկոյին տիրում էին բարձր երաժշտությունը, մեղմ լույսերը, կանանց ծիծաղը, որն արձագանքում էր միջոցառումների սրահի պատերից։ Արծաթագույն փուչիկներ էին կախված առաստաղից, արտացոլելով գունավոր լույսերը, որոնք թարթում էին պարային երաժշտության ռիթմին։ Շամպայնի բաժակները ձեռքից ձեռք էին անցնում, մթնոլորտը մաքուր տոնակատարության էր։ Դա հարսանեկան երեկույթ էր, մանրակրկիտ պլանավորված թեմատիկ ձևավորմամբ, ամոթալի խաղերով, շատ ուրախությամբ։ Այնպիսի երեկույթ, որը պետք է անմոռանալի լիներ բոլոր ներկաների համար։ Մարինեն ամեն ինչ դիտում էր այն զուսպ անկյունից, խմիչքների սեղանին մոտ, դեմքին կրթված ժպիտով։ Նա ընդունել էր Ջուլիայի, քոլեջի տարիներից իր լավագույն ընկերուհու հրավերը, միայն հավատարմության համար։ Ջուլիան պատրաստվում էր ամուսնանալ Բագրատի, իր 5 տարվա ընկերոջ հետ, Մարինեն չէր կարող բացակայել իր կյանքի այդքան կարևոր պահից։ Բայց, անկեղծ ասած, դա իր միջավայրը չէր։ Երբեք չի եղել։ Մարինեն տարբերվում էր այնտեղի մյուս կանանցից։ Մինչ նրանք բարձր ծիծաղում էին, գծու կատակներ անում, լուսանկարներ տեղադրում սոցիալական ցանցերում, նա նախընտրում էր հեռվից դիտել մի բաժակ ջուրը ձեռքին հեռուն ուղղված հայացքով։ Դա ոչ թե գերազանցության կամ անկեղծ անտարբերության պատճառով էր, այլ այն պատճառով, որ նրա միտքն այլ տեղ էր։ 2 օրից նա նոր աշխատանք էր սկսելու։ Աշխատանք, որը նա ձեռք էր բերել ամիսների հարցազրույցներից, թեստերից, անհանգիստ սպասումից հետո։ Դա կլիներ նրա առաջին փորձը որպես կառավարչի օգնական Սանա լճի ափամերձ շրջանի ամենաշխեղ հանգստյան տներից մեկում, նա չէր կարող իրեն թույլ տալ այնտեղ հայտնվել կախվածությամբ կամ մտքերը մեկ այլ տեղ։ Մարինեն 27 տարեկան էր, շագանակագույն մազերը միշտ հավաքված զուսպ կապոցով, աչքեր, որոնք ավելի մեծ լրջություն էին հայտնում, քան նրա տարիքը թելադրում էր։ Նա այնպիսի մարդ էր, ով ամեն քայլը մանրակրկիտ պլանավորում էր, ով պահպանում էր կազմակերպված ցուցակներ, երբեք ոչինչ չէր թողնում վերջին պահին։ Պատասխանատու։ Հուսալի։ Միգուցե նույնիսկ մի փոքր չափից դուրս զուսպ։ Բայց հենց այդպես էր նա իրեն հարմարավետ զգում։ Ջուլիան, մյուս կողմից, լրիվ հակառակն էր։ Էքստրավերտ, ինքնաբուխ, միշտ պատրաստ ցանկացած սովորական պահը տոնի վերածելու։ Նրանք լրացնում էին միմյանց հետաքրքիր կերպով։ Մինչ Մարինեն բերում էր ողջախոհություն, Ջուլիան բերում էր թեթություն։ Եվ հենց դրա համար էր, որ այդ երեկո Ջուլիան այդքան պնդում էր, որ Մարինեն ստանձնի հատուկ առաջադրանք, դիմավորել պրոֆեսիոնալ պարողին, ում վարձել էին երեկույթը աշխուժացնելու համար։ Մարինեն փորձեց հրաժարվել։ Աստված իմ, ինչպես էր փորձում։ Բայց Ջուլիան անզիջում էր։ Մարինե, խնդրում եմ։ Միակը դու ես, ով կպահպանի հանգստությունը։ Աղջիկները կխենթանան, երբ նա գա, ինձ պետք է մեկը, ով կկարողանա դա կառավարել առանց խառնաշփոթի։ Մարինեն հոգոց հանեց, պարտված։ Անհնար էր Ջուլիային ոչ ասել։ Հատկապես այդ երեկո։ Երեկոյան 10:30-ին սրահի մենեջերը հայտնեց, որ արտիստը ժամանել է, սպասում է ընդունարանում։ Մարինեն ուղղեց իր մուգ կապույտ զգեստը, պարզ, բայց էլեգանտ, քայլեց դեպի հատկացված տարածքի մուտքը։ Նրա սիրտը մի փոքր ավելի արագ էր բաբախում, քան սովորաբար։ Ոչ թե նյարդայնության, այլ թեթ անհանգստության պատճառով։ Նա երբեք նման իրավիճակի հետ չէր առնչվել։ Երբ հասավ դռան մոտ, տեսավ մի տղամարդու մեջքով, ով կարճ զրուցում էր ընդունարանի աշխատակցի հետ։ Նա բարձրահասակ էր, լայն ուսեր ուներ, կրում էր անթերի սպիտակ վերնաշապիկ, թքերը զգուշորեն ծալված մինչ արմունկները։ Մուգ տաբատ, խնամված կաշվե կոշիկներ։ Մուգ մազեր, մի փոքր անկարգ այնպես, որ թվում էր դիտավորյալ էր։ Նրա մեջ ամեն ինչ խոսում էր նրբագեղության մասին։ Մարինեն վարանեց։ Դա չէր այն հագուստը, որը նա սպասում էր հարսանեկան երեկույթի համար վարձված պարողից։ Բայց միգուցե դա պարզապես այն հագուստն էր, որը նա կրում էր մինչ ելույթը։ Միգուցե հետո կփոխեր։ Դա իմաստ ուներ։ Նա մոտեցավ, խորը շունչ քաշեց, գրավեց նրա ուշադրությունը։ Կներեք։ Դուք եք երեկույթի համար վարձված արտիստը։ Նա դանդաղ շրջվեց, Մարինեն կարճ ժամանակով զգաց, որ օդը պակասում է։
Տղամարդը անհեթեթորեն գեղեցիկ էր։ Նա ուներ արտահայտիչ դիմագծեր, մուգ թափանցող աչքեր, հստակ ծնոտ ժպիտ, որը սկսում էր ձավորվել շուրթերին։ Մի փոքր շփոթված, բայց մեղմ ժպիտ։ Կներեք, կարծում եմ սխալմունք է եղել, ասաց նա, խորը հանգիստ ձայնով։ Մարինեն թարթեց աչքերը, փորձելով մարսել այն, ինչ նա հենց նոր ասաց։ Սխալմունք։ Ես արտիստ չեմ։ Ես պարզապես եկել եմ ծրար հանձնելու մի ընկերոջս, ով այստեղ է աշխատում։ Մարինեի դեմքն ակնթարթորեն տաքացավ։ Նա զգաց, թե ինչպես են այտերը այրվում, ցանկացավ անհետանալ։ Ինչպես նա կարող էր նրան շփոթել։ Ինչպես նա կարող էր այդքան շտապողական լինել։ Ես շատ եմ ցավում, կակազեց նա, փորձելով պահպանել հանգստությունը։ Ես կարծում էի, որ դուք ուրիշ մեկն եք։ Կներեք անհարմարության համար։ Նա ժպտաց, այս անգամ ավելի լայն, կարծես զվարճանում էր իրավիճակից։ Կարիք չկա ներողություն խնդրելու։ Պատահում է։ Մարինեն արագ գլխով արեց, պատրաստվում էր շրջվել, փախչելու այդ ամոթից, բայց նա շարունակեց խոսել։ Բայց, պարզապես հետաքրքրության համար, կոնկրետ ինչ էիք ակնկալում, որ ես անեմ։ Մարինեն սառեց։ Նա չէր ուզում շարունակել այդ խոսակցությունը։ Չէր ուզում երկարացնել ամոթը։ Բայց նրա հայացքում ինչ-որ բան այնքան անկեղծորեն հետաքրքրասեր էր, այնքան զուրկ դատողությունից, որ նա առանց շատ մտածելու պատասխանեց. Դե հարսնացուն պրոֆեսիոնալ կարող էր վարձել հարսանեկան երեկույթի համար։ Ես կարծում էի, որ դուք նա եք։ Նա բարձրացրեց մեկ հոնքը, ակնհայտորեն զվարճացած։ Հասկանում եմ։ Եվ որտեղ պետք է ելույթ ունենար այդ պրոֆեսիոնալ պարողը։ Մարինեն մշուշոտորեն մատնացույց արեց սրահի կողքը։ Այնտեղ մի սենյակ կա։ Հայելիներով, ձայնով ամեն ինչ պատրաստ է։ Թվում է լավ կառուցվածք ունի, մեկնաբանեց նա մի փոքր կատակային տոնով։ Եվ ինչ պետք է տեղի ունենար այդ սենյակում։ Մարինեն կուլ տվեց։ Ինչու՞։ Էր նա այդքան հարցեր տալիս։ Դե, նա պետք է պատրաստվեր։ Հագուստը փոխեր, երաժշտություն ընտրեր, մարմնի յուղ օգտագործեր այդպիսի բաներ։ Նա մեղմ ծիծաղեց, Մարինեն զգաց, որ իր ամոթն ավելի է մեծանում։ Բայց, տարօրինակ կերպով, նա չէր թվում, թե ծաղրում էր նրան։ Ընդհակառակը, թվում էր, թե անկեղծորեն զվարճանում էր։ Մարմնի յուղ, կրկնեց նա, կարծես վայելում էր բառը։ Ինչպիսի մանրամասնություն։ Մարինեն ձեռքերը ծալեց, փորձելով ավելի վստահ թվալ, քան իրականում էր։ Տեսեք, ես արդեն ներողություն եմ խնդրել։ Դուք կարող եք շարունակել այն, ինչի համար եկել եք։ Ավելորդ է այստեղ մնալը։ Նա մի փոքր թեքեց գլուխը, ուշադիր դիտելով նրան։ Իսկ եթե ես ցանկանայի մնալ։ Մարինեն թարթեց աչքերը։ Ինչպես։ Իսկ եթե ես ցանկանայիս մի փոքր զրուցել ձեզ հետ։ Նա չգիտեր, թե ինչ պատասխանել։ Նրա ուղեղը կարծես կանգ էր առել։ Այդ տղամարդը, այդ անհեթեթորեն գրավիչ անծանոթը, նրա հետ ֆլիրտում էր։ Այստեղ։ Հիմա։ Իր ամենամեծ ամոթի մեջտեղում։ Ես պետք է վերադառնամ երեկույթին, մրմնջաց նա, հայացքը շեղելով։ Նա մի քայլ առաջ արեց, նվազեցնելով նրանց միջ հեռավորությունը։ Գնալուց առաջ կարող եմ ձեզանից մի բան խնդրել։ Մարինեն բարձրացրեց աչքերը դեպի նրան, սիրտը արագացած։ Կախված է, թե ինչ է։ Նա նորից ժպտաց, բայց այս անգամ այդ ժպիտի մեջ այլ բան կար։ Ավելի ինտենսիվ։ Ավելի համարձակ։ Մի համբույր։ Մարինեն աչքերը լայն բացեց։ Ինչ։ Մի համբույր, կրկնեց նա, կարծես դա աշխարհում ամենաբնական բանն էր։ Ընդամենը մեկ։ Շփոթությունն հատուցելու համար։ Մարինեն պետք է անմիջապես հեռանար այնտեղից։ Պետք է ծիծաղեր նրա դեմքին, կամ վիրավորվեր, կամ պարզապես մեջքը դարձներ ու գնար։ Բայց ոչինչ չարեց։ Փոխարենը նա կանգնած մնաց այնտեղ, նայելով այդ տղամարդուն, ում հենց նոր էր ճանաչել, զգալով, թե ինչպես է իր մեջ ինչ-որ տարօրինակ բան ձավորվում։ Ինչ-որ բան, որը նա չէր ճանաչում։ Մի ազդակ։ Անբացատրելի ցանկություն։ Նախքան ավելի լավ մտածելը, նախքան բանականությունը նորից կկառավարեր նրա գործողությունները, Մարինեն մի քայլ առաջ արեց իր շուրթերով դիպավ նրա շուրթերին։ Դա կարճ համբույր էր։ Մեղմ։
Բայց լի էր այնպիսի էլեկտրականությամբ, որը ստիպեց նրան դողալ գլխից մինչ ոտքերը։ Երբ նա հեռացավ, նա առանց շնչառության էր, սիրտը այնքան բարձր էր բաբախում, որ նա վստահ էր, որ նա կարող էր լսել։ Նա դիտում էր նրան նոր հայացքով։ Հայացք, որը կարծես ասում էր, որ դա նրա համար նույնքան անսպասելի էր, որքան նրա համար։ Շնորհակալություն, մրմնջաց նա, խռպոտ ձայնով։ Մարինեն չկարողացավ պատասխանել։ Նա պարզապես գլխով արեց վազեց հետ դեպի երեկույթը, դեմքը այրվող, սիրտը արագացած միտքը լիովին քաոսի մեջ։ Նա չգիտեր նրա անունը։ Չգիտեր, թե ով էր նա։ Եվ վստահ էր, որ այլս երբեք նրան չի տեսնի։ Ինչքան էր նա սխալվում։ Հաջորդ 2 օրը մշուշի մեջ անցան։ Մարինեն հազիվ էր քնում։ Ամեն անգամ, երբ նա փակում էր աչքերը, տեսնում էր այդ տղամարդու դեմքը։ Նորից զգում էր այդ համբույրի հպումը։ Դա ծիծաղելի էր։ Նա այն տեսակի մարդը չէր, ով այդպես էր անում։ Նա իմպուլսիվ չէր։ Նա անծանոթներին չէր համբուրում։ Բայց արել էր։ Եվ որքան էլ փորձում էր, չէր կարողանում զղջալ։ Կիրակի առավոտյան նա շուտ արթնացավ, խնամքով պատրաստեց իր իրերը մեքենայով մեկնեց Երան, որտեղ գտնվում էր հանգստյան տունը։ Արարատի տեսարան հանգստյան տունը հայտնի էր ամբողջ երկրում իր գերազանցությամբ։ Շքեղ համալիր, լճի ափին, շմեցուցիչ տեսարանով, անթերի սպասարկումով միջազգային հաճախորդներով։ Այնտեղ աշխատելը երազանք էր հյուրանոցային ոլորտի ցանկացած մասնագետի համար։ Մարինեն ժամանեց նշանակված ժամից 15 րոպե շուտ, ինչպես միշտ անում էր։ Նա կրում էր զուսպ կոստյում, մազերը անթերի հավաքված դեմքին վճռական արտահայտություն։ Դա իր կյանքի նոր փուլի սկիզբն էր։ Ոչինչ չէր կարող սխալ լինել։ Նրան ընդունարանում դիմավորեց Կարինեն, մարդկային ռեսուրսների մենեջերը, մի բարեհամբույր միջին տարիքի կին, ով նրան ուղեկցեց միջանցքներով դեպի հանդիպումների սենյակ, որտեղ տեղի էր ունենալու նոր աշխատակիցների ինտեգրումը։ Դուք կսիրեք այստեղ աշխատելը, ասաց Կարինեն, ջերմ ժպիտով։ Մենք ունենք հիանալի թիմ, շատ նվիրված գործադիր տնօրեն։ Նա պնդում է, որ անձամբ հանդիպի բոլոր նոր աշխատակիցներին։ Մարինեն ժպտաց գլխով արեց, բայց նրա սիրտը մի փոքր ցատկեց։ Գործադիր տնօրենին հանդիպել առաջին իսկ օրը։ Դա լավ էր։ Ցույց էր տալիս, որ ընկերությունը իսկապես գնահատում է իր աշխատակիցներին։ Երբ նա մտավ սենյակ, տեսավ 3 այլ նոր աշխատակիցների, ովքեր արդեն նստած էին, մեղմորեն զրուցելով միմյանց հետ։ Նա ընտրեց պատուհանին մոտ մի աթոռ նստեց, իր պայուսակը դնելով ծնկներին։ Կարինեն ստուգեց ժամացույցը։ Պարոն Հարությունյանը շուտով կժամանի։ Նա ինչ-որ շտապ բան էր լուծում, բայց չպետք է ուշանա։ Ռաֆայել։ Ուրեմն դա էր գործադիր տնօրենի անունը։ Մարինեն խորը շունչ քաշեց, մտքով պատրաստվելով լավ առաջին տպավորություն թողնելուն։ Այն ամենը, ինչ նրան պետք էր, պրոֆեսիոնալ կեցվածք պահպանելն էր, քաղաքավարի լինելը, իր կարողությունը ցույց տալը։ Ոչ մի նյարդայնություն։ Ոչ մի անվստահություն։ Դուռը բացվեց։ Եվ Մարինեն զգաց, որ աշխարհը կանգ է առել։ Դա նա էր։ Երեկույթի տղամարդը։ Համբույրի տղամարդը։ Այդ անծանոթը, ում նա վստահ էր, որ այլս երբեք չի տեսնի։ Ռաֆայելը սենյակ մտավ վճռական քայլերով, կրելով անթերի մուգ կոստյում, աչքերը կենտրոնացած իր ձեռքի պլանշետի վրա։ Նա արագ ողջունեց Կարինեին, ապա բարձրացրեց հայացքը դեպի նոր աշխատակիցները։ Եվ հենց այդ պահին նրա աչքերը հանդիպեցին Մարինեի աչքերին։ Նա սառեց։ Մարինեն նույնպես։ Տիրող լռությունը տեց ընդամենը մի քանի վայրկյան, բայց թվում էր հավերժություն։ Սենյակի մյուսները ոչինչ չնկատեցին։ Նրանց համար դա պարզապես տնօրեն էր, ով ողջունում էր իր թիմին։ Բայց Մարինեն տեսավ։ Տեսավ զարմանքը նրա աչքերում։ Տեսավ ճանաչումը։ Տեսավ ավելին։ Ինչ-որ բան, որը նա չկարողացավ վերծանել։ Ռաֆայելը արագ ուղղվեց, որպես փորձառու մասնագետ։ Նա մաքրեց կոկորդը, սկսեց խոսել։ Բարի առավոտ բոլորիդ։ Իմ անունը Ռաֆայել Հարությունյան է, ես Արարատի Ռեզորտս ցանցի գործադիր տնօրենն եմ։ Հաճելի է ձեզ այսօր այստեղ ողջունել։ Հուսով եմ, որ սա երկար արդյունավետ համագործակցություն կլինի։ Նրա ձայնը ամուր էր, վերահսկված, բայց Մարինեն նկատեց մի փոքր վարանում, երբ նրանց հայացքները նորից խաչվեցին։
Նա փորձեց կենտրոնանալ այն բանի վրա, ինչ նա ասում էր։ Փորձեց ուշադրություն դարձնել ընկերության մասին տեղեկություններին, արժեքներին, ակնկալիքներին։ Բայց այն ամենը, ինչ նա կարող էր մտածել, այն էր, թե ինչպես էր դա հնարավոր։ Ինչպես Հայաստանի բոլոր ընկերություններից նա հայտնվեց հենց այս մեկում։ Ինչպես բոլոր տղամարդկանցից, ում նա կարող էր համբուրել այդ գիշեր, դա հենց իր նոր ղեկավարն էր։ Տիեզերքը կատակում էր նրա հետ։ Այդպես պետք է լիներ։ Երբ հանդիպումն ավարտվեց, նոր աշխատակիցներին թույլատրվեց ծանոթանալ իրենց համապատասխան բաժիններին։ Մարինեն վերջինն էր, ով վեր կացավ, սպասելով, որ բոլորը նախ դուրս գան։ Նրան պետք էր մի պահ, ամեն ինչ մարսելու համար։ Բայց, երբ նա պատրաստվում էր դուրս գալ, լսեց նրա ձայնը։ Մարինե, չէ՞։ Նա դանդաղ շրջվեց։ Ռաֆայելը կանգնած էր սեղանին մոտ, ձեռքերը ծալած, հայացքը նրա վրա կենտրոնացած։ Այո, պատասխանեց նա, ձայնը ավելի թույլ, քան կցանկանար։ Նա մի քայլ առաջ արեց։ Մենք պետք է խոսենք։ Մարինեն կուլ տվեց։ Ինչի՞ մասին։ Դուք գիտեք, թե ինչի մասին։ Նա ուզում էր հերքել։ Ուզում էր ձացնել, թե չգիտեր, թե ինչի մասին էր նա խոսում։ Բայց դա անօգուտ կլիներ։ Դա սխալմունք էր, արագ ասաց նա։ Ես կարծում էի, որ դուք ուրիշ մեկն եք։ Դա թյուրիմացություն էր։ Նա դանդաղ գլխով արեց, բայց նրա աչքերում ինչ-որ բան ցույց էր տալիս, որ նա համոզված չէր։ Թյուրիմացություն։ Կրկնեց նա։ Իսկ համբույրը։ Մարինեն նորից զգաց, որ դեմքը տաքանում է։ Դա էլ սխալմունք էր։ Ռաֆայելս մեկ քայլ առաջ արեց, հիմա նա այնքան մոտ էր, որ նա կարող էր զգալ նրա օծանելիքի բույրը։ Այդ գիշերվա նույն օծանելիքը։ Սխալմունք չթված, ասաց նա, ձայնը մեղմ ու ինտենսիվ։ Մարինեն չգիտեր, թե ինչ պատասխանել։ Նրա սիրտը այնքան արագ էր բաբախում, որ նա վստահ էր, որ նա կարող էր լսել։ Դա չի կարող նորից կրկնվել, ասաց նա վերջապես, ձայնին ամրություն պարտադրելով։ Դուք իմ ղեկավարն եք։ Ես ձեր աշխատակիցն եմ։ Դա կլիներ անպատշաճ։ Նա երկար պահ դիտում էր նրան, ապա հետ քաշվեց, նորից հեռավորություն ստեղծելով նրանց միջ։ Դուք ճիշտ եք, համաձայնեց նա, արտահայտությունը նորից պրոֆեսիոնալ դառնալով։ Դա սայթաքում էր։ Երկու կողմից էլ։ Մոռանանք, որ դա տեղի է ունեցել։ Մարինեն գլխով արեց։ Հիանալի։ Հիանալի։ Նրանք կանգնած մնացին այնտեղ, ամոթալի լռության մեջ, մինչ Ռաֆայելը վերջապես գլխով արեց։ Բարի գալուստ Արարատի տեսարանը հանգստյան տուն, Մարինե։ Հուսով եմ, որ լավ կհարմարվեք։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան։ Նա գրեթե աննկատելիորեն դեմքը ծռեց, լսելով պաշտոնական դիմումը, բայց ոչինչ չասաց։ Նա պարզապես շրջվեց դուրս եկավ սենյակից, Մարինեին թողնելով մենակ իր քաոսային մտքերի հետ։ Նա երկար ու դողդողացող հոգոց հանեց։ Դա ավելի դժվար էր լինելու, քան նա պատկերացնում էր։ Շատ ավելի դժվար։ Առաջին օրերը հանգստյան տանը Մարինեի համար հուզական ամերիկյան բլուրներ էին։ Նա ամեն ինչ անում էր աշխատանքի վրա կենտրոնանալու, ընթացակարգերը սովորելու, թիմին ճանաչելու ապացուցելու համար, որ արժանի է այնտեղ լինելու։ Բայց անհնար էր անտեսել Ռաֆայելի ներկայությունը։ Նա ամենուր էր։ Առավոտյան հանդիպումներին, միջանցքներում, հյուրանոցի ռեստորանում։ Եվ ամեն անգամ, երբ նրանց հայացքները խաչվում էին, կար այդ կայծը։ Այդ լուր հիշողությունը այն համբույրի մասին, որը նրանք երկուսն էլ հուսահատորեն փորձում էին մոռանալ։ Մարինեն մտածում էր, թե արդյոք ուրիշ մեկը նկատում էր։ Արդյոք Կարինեն նկատում էր լարվածությունը, երբ Ռաֆայելը մտնում էր սենյակ, Մարինեն ավտոմատ կերպով շեղում էր հայացքը։ Արդյոք մյուս աշխատակիցները տեսնում էին, թե ինչպես էր նա կարծրանում, երբ նա չափից դուրս մոտ էր անցնում։ Բայց ոչ ոք կարծես ոչինչ չէր նկատում։ Եվ Մարինեն վճռական էր դա այդպես պահել։ Մինչ որ, հինգշաբթի կեսօրին, ամեն ինչ նորից փոխվեց։ Մարինեն ընդունարանում որոշ հաշվետվություններ էր կազմակերպում, երբ Ռաֆայելը հայտնվեց, քայլելով դեպի ելքը։ Նա հեռախոսով էր խոսում, լուրջ արտահայտությամբ, ակնհայտորեն կարևոր բան էր լուծում։ Երբ նա անցավ նրա կողքով, նրանց աչքերը հանդիպեցին վայրկյանի մի մասի համար։ Եվ ապա նա սայթաքեց։ Դա ոչ մի դրամատիկ բան չէր։
Պարզապես սխալ քայլ, պահի անհավասարակշռություն։ Բայց դա բավական էր, որ Մարինեն բնազդաբար ձեռքը մեկնի նրան պահելու համար։ Նրա մատները դիպան նրա թին։ Եվ դա կարծես էլեկտրական հոսանք անցներ նրանց միջ։ Ռաֆայելը ընդհատեց զանգը։ Մարինեն արագ հետ քաշեց ձեռքը։ «Կներեք», մրմնջաց նա։ «Ոչ», պատասխանեց նա խռպոտ ձայնով։ «Շնորհակալություն»։ Նրանք կանգնած մնացին այնտեղ միջանցքի մեջտեղում, մինչ հյուրերն ու աշխատակիցներն անցնում էին շուրջը, լիովին անտեղյակ այն բանից, թե ինչ էր կատարվում։ «Սա խելագարություն է», ասաց Ռաֆայելը այնքան մեղմ, որ Մարինեն հազիվ լսեց։ «Ի՞նչը»։ «Սա»։ «Մենք»։ Ձացնել, թե այն գիշերը տեղի չի ունեցել։ Մարինեն շուրջը նայեց, նյարդայնացած։ «Մենք չենք կարող դրա մասին խոսել այստեղ»։ «Ուրեմն որտեղ»։ Նա վարանեց։ Նա գիտեր, որ պետք է անմիջապես ավարտեր այդ խոսակցությունը։ Նա գիտեր, որ դա շարունակելը սխալ էր։ Բայց խորքում նա գիտեր, որ Ռաֆայելը ճիշտ էր։ Նրանք չէին կարող հավերժ ձացնել։ «Այսօր երեկոյան», ճշնջաց նա։ «Աշխատանքից հետո»։ Լճի ափին։ Նա գլխով արեց։ «Այսօր երեկոյան»։ Եվ ապա, առանց այլ խոսքի, նա դուրս եկավ, Մարինեին թողնելով մենակ, արագացած սրտով մեկ-միակ համոզմունքով։ Նրա կյանքն այլս երբեք նույնը չէր լինելու։ Օրվա մնացած մասը Մարինեի համար դանդաղ անցավ։ Ամեն րոպե թվում էր հավերժություն։ Նա փորձում էր կենտրոնանալ առաջադրանքների, ուշադրության կարիք ունեցող հյուրերի, կազմակերպման կարիք ունեցող հաշվետվությունների վրա, բայց նրա միտքը լիովին այլ տեղ էր։ Այն հանդիպման վրա էր, որը նա պլանավորել էր։ Այդ խոսակցության վրա էր, որը նա պետք է ունենար Ռաֆայելի հետ։ Այն բանի վրա, թե ինչ կարող էր կամ չէր կարող տեղի ունենալ, երբ նրանք մենակ լինեին, հյուրանոցի հետաքրքրասեր հայացքներից հեռու։ Ժամը 18-ին նրա աշխատանքային օրը պաշտոնապես ավարտվեց։ Մարինեն գնաց աշխատակիցների հանդերձարան, համազգեստը փոխեց բամբակյա սպիտակ թեթ զգեստով արձակեց մազերը, որոնք բնական ալիքներով ընկան ուսերին։ Նա նայեց հայելու մեջ, խորը շունչ քաշեց։ Արդյոք նա ճիշտ բան էր անում։ Հավանաբար ոչ։ Բայց իր ներսում ինչ-որ բան, որը նա չէր կարող վերահսկել, դրդում էր նրան դեպի այդ հանդիպումը։ Նա դուրս եկավ հանգստյան տան կողմնային մուտքից, քայլեց դեպի լճի ափը։ Առն արդեն սկսում էր մայր մտնել հորիզոնում, երկինքը նկարելով նարնջագույն, վարդագույն ոսկեգույն երանգներով։ Ծովի քամին դիպչում էր նրա դեմքին, իր հետ բերելով աղի հոտը ալիքների մեղմ ձայնը, որոնք բախվում էին ավազին։ Դա շնչառությունը կտրող տեսարան էր։ Չափազանց ռոմանտիկ, զուտ պրոֆեսիոնալ լինելու ենթադրվող խոսակցության համար։ Մարինեն հեռվից նկատեց Ռաֆայելին։ Նա կանգնած էր լճի ափից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող լքված կամրջամասի մոտ, ձեռքերը տաբատի գրպաններում, նայելով լիճին։ Նա պաշտոնական կոստյումը փոխել էր սպիտակ կտավե վերնաշապիկով բեժ տաբատով։ Ոտքերը մերկ էին ավազի վրա։ Նա այնքան տարբեր էր այն լուրջ հեղինակավոր կերպարից, ով ղեկավարում էր հյուրանոցը։ Նա պարզապես տղամարդ էր թվում։ Խոցելի։ Մարդկային։ Մարինեն դանդաղ մոտեցավ, սիրտը ավելի ու ավելի արագ բաբախելով ամեն քայլի հետ։ «Դու եկար», ասաց նա, առանց շրջվելու, կարծես գիտեր, որ նա այնտեղ էր։ «Ասացի, որ կգամ»։ Ռաֆայելը վերջապես շրջվեց, նրան դիմավորելու, Մարինեն ինչ-որ այլ բան տեսավ նրա աչքերում։ Ինչ-որ բան, որը նա նախկինում չէր տեսել։ Թեթացման անհանգստության խառնուրդ։ Վստահ չէի։ Մարինեն ձեռքերը ծալեց, փորձելով ավելի վստահ թվալ, քան իրականում էր։ «Մենք պետք է դա լուծենք, չէ՞։ Սահմաններ դնենք։ Հստակ դարձնենք, որ այն գիշերը պարզապես թուլության պահեր չի կրկնվի»։ Ռաֆայելը մի քայլ արեց դեպի նա։ «Դա է այն, ինչ ուզում ես։ Դա է այն, ինչ պետք է տեղի ունենա։ Ես դա չհարցրի»։ Մարինեն շեղեց հայացքը, անկարող դիմանալու այդ մուգ աչքերի ինտենսիվությանը։ «Այն, ինչ ես ուզում եմ, կարևոր չէ։ Մենք պրոֆեսիոնալ հարաբերություններ ունենք։ Դուք իմ ղեկավարն եք։ Ես ձեր աշխատակիցն եմ։ Եթե մեր միջ ինչ-որ բան տեղի ունենա, իմ հեղինակությունը կքանդվի։ Մարդիկ կասեն, որ ես աշխատանքը ստացել եմ այլ միջոցներով,
որ ես արժանի չեմ այստեղ լինելու։ Եվ ձեզ էլ կդատեն։ Կասեն, որ դուք անպատասխանատու եք, որ խառնում եք բիզնեսը հաճույքի հետ, որ էթիկա չունեք։ Ռաֆայելը լուր լսեց ամեն ինչ, ապա մեկ քայլ առաջ արեց, էլ ավելի նվազեցնելով նրանց միջ հեռավորությունը։ Իսկ եթե ես ասեմ, որ ինձ չի հետաքրքրում, թե ինչ կմտածեն, բայց պետք է հետաքրքրեր։ Ձեր ընկերությունը, ձեր հեղինակությունը, այն ամենը, ինչ դուք կառուցել եք, վտանգված է։ Եվ կարծում եք, որ ես դա չգիտեմ։ Նրա ձայնում հիմա հիասթափություն կար։ Կարծում եք, որ ես վերջին օրերը հենց այդ մասին չեմ մտածել։ Ռիսկերի, հետանքների, այն ամենի մասին, ինչ կարող է սխալ լինել։ Ուրեմն ինչու՞։ Էկ այստեղ։ Ռաֆայելը կանգնեց հենց նրա առջ, այնքան մոտ, որ Մարինեն կարող էր զգալ նրա մարմնից բխող ջերմությունը։ Որովհետև չեմ կարող դադարել մտածել քո մասին։ Որովհետև այդ գիշերվանից, այդ համբույրից ի վեր, ինչ-որ բան փոխվեց իմ մեջ։ Եվ ես գիտեմ, որ դա խելագարություն է։ Գիտեմ, որ վտանգավոր է։ Բայց չեմ կարող պարզապես անտեսել այն, ինչ զգում եմ։ Մարինեն զգաց, որ իր սիրտը արագանում է։ Նրա խոսքերը հենց այն էին, ինչ ինքն էր զգում, բայց հրաժարվում էր ընդունել։ Ռաֆայել, մենք հազիվ ենք ճանաչում միմյանց։ Դա պարզապես համբույր էր։ Իմպուլսիվ պահ տարօրինակ գիշերում։ Դա ոչինչ չի նշանակում։ Նա դանդաղ բարձրացրեց ձեռքը մեղմորեն դիպավ նրա դեմքին։ Մարինեն փակեց աչքերը, զգալով հպումը, մի դող անցավ նրա ողնաշարով։ Եթե դա ոչինչ չի նշանակում, ինչու՞։ Ես դողում։ Նա բացեց աչքերը, հանդիպեց նրա հայացքին։ Որովհետև ես վախենում եմ։ Ինձնից։ Մեզնից։ Այն բանից, ինչ կարող է տեղի ունենալ։ Այն բանից, թե ինչպես դա կարող է ավարտվել։ Ռաֆայելը ցած իջեցրեց ձեռքը, նորից հեռավորություն ստեղծելով։ Նա ձեռքը մազերի միջով անցկացրեց, ակնհայտորեն պայքարելով ինչ-որ ներքին բանի դեմ։ Դու ճիշտ ես։ Մենք պետք է հեռու մնանք։ Մոռանանք այն գիշերը։ Առաջ շարժվենք, կարծես ոչինչ էլ չի եղել։ Մարինեն գլխով արեց, բայց իր ներսում ինչ-որ բան բղավում էր, որ դա սխալ էր։ Որ նա չէր ուզում մոռանալ։ Որ նա չէր ուզում առաջ շարժվել։ Դա ամենախելամիտն է, համաձայնեց նա, ձայնը թույլ։ Ուրեմն որոշված է։ Այո։ Նրանք կանգնած մնացին այնտեղ, նայելով միմյանց, ոչ ոք չէր շարժվում։ Լռությունը լի էր այն ամենով, ինչ չէր ասվում։ Այն ամենով, ինչ երկուսն էլ ուզում էին, բայց չէին կարող ունենալ։ Ռաֆայելն էր, ով վերջապես խախտեց լռությունը։ Պատմիր ինձ քո մասին։ Մինչ այստեղ աշխատելը։ Մինչ այս ամենը։ Ո՞վ է Մարինեն, երբ նա կատարյալ կառավարչի օգնական չէ։ Մարինեն թարթեց աչքերը, զարմացած թեմայի փոփոխությունից։ Ինչու՞։ Ես ուզում իմանալ։ Որովհետև եթե մենք հեռու ենք մնալու, գոնե ուզում եմ ճանաչել այն մարդուն, ով ստիպում է ինձ կասկածի տակ դնել իմ բոլոր կանոնները։ Մարինեն չկարողացավ խուսափել մի փոքր ժպիտից։ Շատ բան չկա պատմելու։ Ես ծնվել եմ Երանում, մեծացել այստեղ։ Իմ ծնողները փոքր հանգստյան տուն ունեն կենտրոնում։ Ես միշտ աշխատել եմ հյուրընկալության ոլորտում մանկուց։ Սովորել եմ հյուրանոցային կառավարում, անցել եմ որոշ դասընթացներ, աշխատել եմ ավելի փոքր հյուրանոցներում։ Միշտ երազել եմ հասնել Արարատի տեսարանը հանգստյան տան նման վայր։ Եվ հիմա հասել ես։ Հիմա հասել եմ։ Իսկ ինչ ուրիշ բան։ Հոբբիներ։ Գրքեր։ Մարինեն ուսերը թափահարեց։ Սիրում եմ կարդալ։ Առավոտյան լճի ափին քայլել։ Իրեր կազմակերպել։ Գիտեմ, որ ձանձրալի է թվում։ Չի թվում, ասաց Ռաֆայելը, անկեղծ։ Իրական է թվում։ Իսկ դուք։ Ո՞վ է Ռաֆայելը, երբ նա անողոք գործադիր տնօրեն չէ։ Նա մեղմ ծիծաղեց։ Անողոք։ Այդպես են ինձ տեսնում։ Դա այն հեղինակությունն է, որը ձեզ նախորդում է։ Ռաֆայել Հարությունյանը, այն մարդը, ով փոքր հանգստյան տունը վերածեց շքեղ հանգստյան տների ցանցի։ Կատարելապաշտը, ով չի հանդուրժում սխալները։ Սառը հաշվարկող գործարարը։ Ռաֆայելը մտածկոտ արտահայտություն արեց։ Կարծում եմ, դրա մի մասը ճիշտ է։
ես պահանջկոտ եմ։ Բարձր ստանդարտներ ունեմ։ Բայց սառը չեմ։ Համենայն դեպս, սովորաբար չեմ լինում։ Միգուցե դա պարզապես զրահ է։ Զրահ ինչի՞։ Դեմ։ Մարդկանց դեմ, ովքեր ուզում են օգտվել։ Մակերեսային հարաբերությունների դեմ։ Այն ամենի դեմ, ինչը կարող է քանդել այն, ինչ ես տարիներ շարունակ կառուցել եմ։ Մարինեն լիովին հասկացավ։ Նա նույնպես զրահներ էր կրում։ Նա նույնպես պաշտպանում էր իրեն։ Եվ ինչ եք անում, երբ չեք աշխատում։ Աշխատում եմ, պատասխանեց նա, կես ժպիտով։ Շատ ժամանակ չունեմ այլ բանի համար։ Դա տխուր է։ Դա իրականությունն է։ Նրանք քայլեցին լճի ափով, կողք կողքի, առանց միմյանց դիպչելու, բայց այնքան մոտ, որ զգային միմյանց ներկայությունը։ Արն արդեն լիովին մայր էր մտել, լուսինը սկսում էր հայտնվել, ավազը լուսավորելով արծաթագույն փայլով։ Դուք երբեք ամուսնացած եղել եք, հարցրեց Մարինեն առանց շատ մտածելու։ Ռաֆայելը վարանեց, պատասխանելուց առաջ։ Գրեթե։ Մի քանի տարի առաջ։ Բայց չստացվեց։ Ինչու՞։ Որովհետև նա ուզում էր ներկա ամուսին, իսկ ես գիտեի միայն գործարար լինել։ Որովհետև ես աշխատանքին առաջնահերթություն տվեցի նրա փոխարեն։ Որովհետև ես էգոիստ էի։ Մարինեն լսեց ցավը նրա ձայնում, նույնիսկ եթե նա փորձում էր թաքցնել այն։ Դուք դեռ սիրում եք նրան։ Ոչ։ Բայց դեռ կրում եմ մեղքը։ Մարինեն ուզում էր մխիթարող բան ասել, բայց չգիտեր ինչ։ Փոխարենը, նա պարզապես ձեռքը մեկնեց թեթորեն դիպավ նրա թին։ Պարզ ժեստ, բայց որը փոխանցում էր ըմբռնում։ Ռաֆայելը դադարեց քայլել, շրջվեց դեպի նա։ Դու դա շատ ես դժվարացնում, Մարինե։ Ինչը։ Հեռու մնալը։ Քեզ մոռանալը։ Առաջ շարժվելը։ Մարինեն նորից զգաց, որ սիրտը արագանում է։ Ռաֆայել, մենք համաձայնեցինք, որ… Ես գիտեմ, թե ինչի շուրջ համաձայնեցինք։ Բայց չեմ կարող կատարել։ Եվ ապա, նախքան Մարինեն կկարողանար բողոքել, նախքան կհիշեր բոլոր այն պատճառները, թե ինչու էր դա վատ գաղափար, Ռաֆայելը նրան մոտ քաշեց համբուրեց։ Դա առաջին համբույրի նման չէր։ Այն արագ էր, ամաչկոտ, փորձարարական։ Սա լիովին տարբեր էր։ Այն ինտենսիվ էր, հուսահատ, լի ցանկությամբ, որը ճնշվել էր հարսանեկան երեկույթի գիշերվանից ի վեր։ Մարինեն լիովին հանձնվեց, ձեռքերը փաթաթելով նրա պարանոցին, մարմինը կպած նրա մարմնին, մոռանալով այն ամենը, ինչը չէր այդ պահը։ Երբ վերջապես հեռացան, երկուսն էլ առանց շնչառության էին, սրտերը համաժամանակյա բաբախում էին։ Դա սխալ էր, շշնջաց Մարինեն, բայց նրա ձեռքերը դեռ կպած էին նրա վերնաշապիկին։ Ամենալավ սխալը, որ երբեք արել եմ, պատասխանեց Ռաֆայելը, ճակատը կպած նրա ճակատին։ Ինչ ենք անելու հիմա։ Չգիտեմ։ Բայց գիտեմ, որ չեմ կարող հեռու մնալ քեզնից։ Մարինեն փակեց աչքերը, պայքարելով բանականության դեմ, որը բղավում էր նրա մտքում։ Դա ամեն ինչ կբարդացնի։ Գիտեմ։ Մարդիկ կիմանան։ Հավանաբար։ Մեզ կդատեն։ Գրեթե անկասկած։ Մարինեն մի փոքր հեռացավ, նայելով նրան։ Ուրեմն ինչու՞։ Եմ դեռ այստեղ։ Ինչու՞։ Չեմ վազում հակառակ ուղղությամբ։ Ռաֆայելը ժպտաց, այնպես, որ նրա սիրտը հալվեց։ Որովհետև դու նույնն ես զգում, ինչ ես։ Եվ չունես համարձակություն հերքելու։ Նա ճիշտ էր։ Լիովին ճիշտ։ Եվ դա նրան ավելի էր վախեցնում, քան ցանկացած այլ բան։ Հաջորդ օրերը վտանգավոր պար էին։ Մարինեն Ռաֆայելը պահպանում էին արտաքին տեսքը աշխատանքի ընթացքում, պրոֆեսիոնալ հեռավոր, բայց… Երեկոյան գաղտնի հանդիպում էին։ Զուսպ ընթրիքներ հեռավոր ռեստորաններում։ Լճի ափին զբոսանքներ լուսնի լույսի տակ։ Երկար խոսակցություններ երազանքների, վախերի այն ամենի մասին, ինչը նրանց դարձնում էր այն, ինչ նրանք էին։ Եվ համբույրներ։ Շատ համբույրներ։ Մարինեն իրեն այնպես կենդանի էր զգում, ինչպես երբեք չէր զգացել։ Ռաֆայելի հետ յուրաքանչյուր հանդիպում արկածի նման էր։ Նրանց ամեն մի պահը թանկ էր։ Բայց մինույն ժամանակ գաղտնիքի բեռը ճնշում էր նրան։ Նա ատում էր Ջուլիային ստելը, ով հաճախ էր զանգում, հարցնելով, թե ինչպես էր նոր աշխատանքը։
Նա ատում էր հայացքը շեղելը, երբ գործընկերները անմեղ հարցեր էին տալիս իր անձնական կյանքի մասին։ Նա ատում էր այն մշտական զգացումը, որ ինչ-որ սխալ բան էր անում, նույնիսկ եթե դա այնքան ճիշտ էր թվում։ Ռաֆայելը, մյուս կողմից, կարծես ավելի լավ էր կառավարում գաղտնիքը։ Կամ միգուցե նա պարզապես ավելի լավ էր թաքցնում իր զգացմունքները։ Նա միշտ վերահսկված էր, միշտ հավաքված, նույնիսկ երբ մենակ էին։ Բայց Մարինեն տեսնում էր ճաքերը այդ դիմակի վրա։ Տեսնում էր այն հայացքներում, որոնք նա նետում էր նրա վրա, երբ կարծում էր, որ ոչ ոք չի նայում։ Լսում էր այն ծով, թե ինչպես էր փոխվում նրա ձայնը, երբ նա զրուցում էր նրա հետ հեռախոսով ուշ երեկոյան։ Նրանք քայլում էին պարանով։ Եվ երկուսն էլ գիտեին, որ վաղ թե ուշ կընկնեն։ Անկումը սկսվեց հինգշաբթի առավոտյան, երբ մի շքեղ կին մտավ հանգստյան տան նախասրահ, կարծես նա էր այդ վայրի տիրուհին։ Նա կրում էր կարմիր մարմնին կպած զգեստ, որն ընդգծում էր ամեն կորություն, բարձրակրուն կոշիկներ, որոնք սպառնալից ձայն էին արձակում մարմարե հատակին, հսկայական արային ակնոցներ, որոնք ծածկում էին դեմքի կեսը։ Նրա շեք մազերը կատարելապես հարդարված էին, նա կրում էր բրենթային պայուսակ, որը հավանաբար ավելի թանկ էր, քան Մարինեի ամսական աշխատավարձը։ Մարինեն ընդունարանում էր, երբ կինը մոտեցավ, դրամատիկ շարժումով հանելով արային ակնոցները։ Բարի կեսօր։ Ես ամրագրում ունեմ։ Բելլա Մելքոնյան։ Մարինեն ստուգեց համակարգը, հաստատեց ամրագրումը։ Վեբ սյուիթ, 1 շաբաթյա կեցություն, պրեմիում սպասարկում։ Կարոր հաճախորդ։ Իհարկե, տիկին Մելքոնյան։ Բարի գալուստ Արարատի տեսարանը հանգստյան տուն։ Ես անմիջապես կկազմակերպեմ ձեր գրանցումը։ Բելլան շուրջը նայեց քննադատական արտահայտությամբ, կարծես գնահատում էր վայրի յուրաքանչյուր մանրուք։ Այս վայրը շատ է փոխվել այն բանից հետո, ինչ վերջին անգամ այստեղ էի, մեկնաբանեց նա, ավելի շատ իրեն, քան Մարինեին։ Դուք նախկինում եք մեր մոտ մնացել։ Այո։ 2 տարի առաջ։ Իրականում, ես այստեղ էի բացմանը։ Շատ լավ եմ ճանաչում վայրի տիրոջը։ Այն ձը, թե ինչպես նա ասաց դա, տագնապ առաջացրեց Մարինեի մտքում։ Այդ տոնի մեջ ինչ-որ տիրական բան կար։ Ինչ-որ բան, որը գերազանցում էր պարզ պրոֆեսիոնալ հարաբերությունները։ Ռաֆայել Հարությունյան, չէ, շարունակեց Բելլան, շուրթերին ժպիտով։ Մենք ժամանակին շատ մտերիմ էինք։ Շատ մտերիմ։ Մարինեն պահպանեց չեզոք արտահայտությունը, բայց նրա ստամոքսը շրջվեց։ Ինչ հետաքրքիր է։ Վստահ եմ, որ պարոն Հարությունյանը ուրախ կլինի իմանալ, որ դուք վերադարձել եք։ Օ, նա արդեն գիտի։ Ես հայտնեցի, որ գալիս եմ։ Իրականում, նրա գաղափարն էր, որ ես այստեղ մնամ։ Մարինեն ավտոմատ կերպով ավարտեց գրանցումը, հանձնեց բանալին, կանչեց բեռնակրի, Բելլայի ճամպրուկները տանելու համար։ Բայց նրա միտքը քաոսի մեջ էր։ Ո՞վ էր այդ կինը։ Եվ ինչու։ Ռաֆայելը նրա մասին ոչինչ չէր հիշատակել։ Կարծես նրա մտքերով կանչված լիներ, Ռաֆայելը հայտնվեց նախասրահում հենց այդ պահին։ Նա զրուցում էր միջոցառումների մենեջերի հետ, բայց երբ տեսավ Բելլային, կանգ առավ նախադասության մեջտեղում։ Բելլան ժպտաց, այնպես, որ կարծես հազար իմաստ էր կրում, վստահ քայլերով մոտեցավ նրան։ Ռաֆայել։ Ինչքան ժամանակ է անցել։ Նա արագ ուղղվեց, բայց Մարինեն տեսավ լարվածությունը նրա ուսերին։ Բելլա։ Բարի վերադարձ։ Նա թեքվեց համբուրեց նրա դեմքը, ավելի երկար, քան անհրաժեշտ էր։ Այնքան լավ է նորից այստեղ լինելը։ Կարոտել էի այս վայրը։ Եվ քեզ։ Մարինեն տեսավ, թե ինչպես է Ռաֆայելի ծնոտը մի փոքր սեղմվում։ Հուսով եմ, որ կվայելեք ձեր կեցությունը։ Օ, կարող եք վստահ լինել, որ կվայելեմ։ Բելլան հայացք նետեց Մարինեի կողմը, ով ծացրեց, թե զբաղված է ընդունարանի թղթերով։ Իսկ ո՞վ է սա։ Մարինե։ Մեր նոր կառավարչի օգնականը։ Բելլան գլխից մինչ ոտքերը դիտեց նրան, հայացքով, որը հստակորեն գնահատող էր։ Նոր, չէ։ Ինչ հետաքրքիր է։ Դուք միշտ լավ ճաշակ եք ունեցել ձեր թիմը ընտրելու հարցում, Ռաֆայել։ Այն ձը, թե ինչպես նա ասաց դա, Մարինեին խորը անհանգստություն պատճառեց։ Ռաֆայելը չպատասխանեց։ Նա պարզապես գլխով արեց հեռացավ, վերադառնալով նախորդ զրույցին, կարծես ոչինչ էլ չի եղել։ Բայց ինչ-որ բան տեղի էր ունեցել։ Մարինեն զգաց։
Եվ այն հայացքով, որը Բելլան նետեց նրա վրա, նախքան Սյուիտ գնալը, մյուս կինը նույնպես գիտեր, որ օդում ինչ-որ տարբեր բան կար։ Այդ երեկո Մարինեն սպասեց Ռաֆայելին սովորական վայրում, հանգստյան տանը մոտ գտնվող Ամայի լճի ափին։ Բայց նա չհայտնվեց։ Նա սպասեց 1 ժամ, ապա 2։ Անթիվ անգամ ստուգեց բջջային հեռախոսը, բայց ոչ մի հաղորդագրություն չկար։ Ոչ մի զանգ։ Ոչինչ։ Երբ վերջապես վերադարձավ իր բնակարան, հիասթափված շփոթված, դռան տակ գրություն գտավ. «Մենք պետք է խոսենք։ Բայց ոչ այսօր։ Կներես»։ Մարինեն ճմրթեց թուղթը ձեռքում, զգալով բարկության վիրավորանքի խառնուրդ։ Ո՞վ էր Բելլան։ Եվ ինչու։ Ռաֆայելը խուսափում էր նրանից հիմա, երբ այդ կինը հայտնվել էր։ Պատասխանները կգային։ Բայց դրանք չէին լինի այն, ինչ Մարինեն սպասում էր։ Հաջորդ առավոտ Մարինեն արթնացավ, վճռականորեն պահպանելու պրոֆեսիոնալիզմը, անկախ նրանից, թե ինչ էր կատարվում իր անձնական կյանքում։ Նա խնամքով հարդարվեց, մազերը անթերի կապոցով հավաքեց բարձր գլխով գնաց աշխատանքի։ Բայց ամեն ինչ փլուզվեց, երբ սուրճի ընդմիջմանը անցնելով հյուրանոցի ռեստորանով, լսեց ընդունարանի 2 աշխատակիցների զրույցը։ Դուք տեսաք նախագահական Սյուիտի կնոջը։ Ասում են, որ նա մի քանի տարի առաջ ղեկավարի հարսնացուն էր։ Իրոք։ Ես կարծում էի, որ նա պարզապես կարևոր հյուր էր։ Ոչ, ոչ։ Նրանք շատ լուրջ էին։ Նույնիսկ հարսանիք պետք է լիներ։ Բայց նա հանկարծակի դադարեցրեց ամեն ինչ։ Ոչ ոք հստակ չգիտի, թե ինչու։ Եվ նա հիմա վերադարձել է։ Դա տարօրինակ է։ Կամ դա նրան հետ շահելու փորձ է։ Դուք տեսաք, թե ինչպես էր նա նայում նրան երեկ։ Այդ կինը դեռ հետաքրքրված է։ Մարինեն զգաց, որ հատակը ոտքերի տակից սահում է։ Հարսնացու։ Ռաֆայելը Բելլայի հարսնացուն էր եղել։ Եվ երբեք դրա մասին չէր հիշատակել։ Նա դուրս եկավ ռեստորանից, նախքան որը մեկը կտեսներ նրան, սիրտը արագացած, ձեռքերը դողացող։ Նրան պատասխաններ էին պետք։ Եվ հիմա էին պետք։ Նա Ռաֆայելին գտավ իր գրասենյակում, կենտրոնացած փաստաթղթերի կույտի վրա։ Երբ նա թակեց դուռը, նա բարձրացրեց հայացքը, նրան տեսնելով, նրա արտահայտությունը փոխվեց։ Մարինե։ Ես ուզում էի խոսել քեզ հետ։ Ես էլ ձեզ հետ։ Նա ներս մտավ, փակեց դուռը իր հետից։ Ո՞վ է Բելլան։ Ռաֆայելը հոգոց հանեց, ձեռքը մազերի միջով։ Անցկացնելով։ Ես պատկերացնում էի, որ դու դա կհարցնես։ Ուրեմն։ Ո՞վ է նա։ Իմ անցյալի մեկը։ Մեկը, ում ես կնախընտրեի մոռանալ։ Աշխատակիցներն ասում են, որ դուք հարսնացու փեսա եք եղել։ Նա մի պահ փակեց աչքերը, ակնհայտորեն անհարմարավետ զգալով։ Այո։ Եղել ենք։ 3 տարի առաջ։ Եվ ինչու։ Դու երբեք ինձ դա չես պատմել։ Որովհետև դա կապ չունի։ Դա ավարտվել է։ Դա սխալ էր։ Չի թվում, թե ավարտվել է։ Ոչ նրա հետ այստեղ, ձեր հյուրանոցում մնալով, այդպես ձեզ նայելով։ Ռաֆայելը վեր կացավ, մոտեցավ նրան։ Մարինե, դու պետք է ինձ վստահես։ Այն, ինչ ես ունեի Բելլայի հետ, անցյալում էր։ Այն, ինչ ես ունեմ քեզ հետ, հիմա է։ Դա իրական է։ Ինչպես կարող եմ վստահել, երբ դու ինձանից բաներ ես թաքցնում։ Ես չէի թաքցնում։ Ես պարզապես չէի ուզում, որ դա կարող լիներ։ Բայց կարոր է։ Մարինեն զգաց, որ արցունքները սպառնում են հոսել, բայց զսպեց դրանք։ Կարոր է, որովհետև հիմա նա այստեղ է, դու ինձնից խուսափեցիր երեկոյան։ Կարոր է, որովհետև ես զգում եմ, որ շատ ավելին կա, որ դու ինձ չես պատմում։ Ռաֆայելը փորձեց դիպչել նրա դեմքին, բայց Մարինեն հեռացավ։ Մարինե, խնդրում եմ։ Ինձ ժամանակ է պետք։ Պետք է մտածեմ։ Եվ նախքան նա կկարողանար վիճել, նա դուրս եկավ գրասենյակից, Ռաֆայելին թողնելով մենակ իր սեփական դերի հետ։ Դեր, որոնք, նա սկսում էր հասկանալ, միգուցե ավելի մեծ էին, քան նա պատկերացնում էր։ Հաջորդ շաբաթը ամենադժվարն էր, ինչ Մարինեն սկսել էր աշխատել հանգստյան տանը։ Նա հնարավորինս խուսափում էր Ռաֆայելից, լիովին կենտրոնանալով աշխատանքի վրա։
Եվ ցավոք այդ աշխատանքի մեծ մասը ներառում էր Բելլային սպասարկելը, ով պարզվեց, որ ամենապահանջկոտ հյուրն էր, ում Մարինեն երբե հանդիպել էր։ Բելլան միշտ բողոք ուներ։ Սենյակի ջերմաստիճանը սխալ էր։ Ուտելիքը հստակ կետում չէր։ Սրբիչը բավականաչափ փափուկ չէր։ Եվ Մարինեն կասկածում էր, որ այդ բողոքների մեծ մասը պարզապես պատրվակ էր, հյուրանոցի անձնակազմի, հատկապես Ռաֆայելի հետ մշտական կապ պահպանելու համար։ Բայց ամենավատը բողոքները չէին, այլ այն ձը, թե ինչպես էր Բելլան նայում Մարինեին։ Կարծես ինչ-որ բան գիտեր։ Կարծես կարող էր տեսնել նրա միջով։ Եվ որոշ պահերին Մարինեն վստահ էր, որ Բելլան փորձում էր նրան սադրում էր։ Փորձում էր թուլություն գտնել։ Շաբաթ կեսօրին Բելլան խնդրեց խոսել ղեկավարության հետ սենյակային սպասարկման հետ կապված խնդրի մասին։ Մարինեն գնաց նրա սյուիտ, մտքով պատրաստված մեկ անհիմն բողոքի։ Բելլան նրան դիմավորեց ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Մարինե, ինչ լավ է, որ եկաք։ Ներս եկեք, խնդրում եմ։ Մարինեն մտավ շքեղ սյուիտ, պահպանելով պրոֆեսիոնալ կեցվածք։ Ինչով կարող եմ օգնել ձեզ, տիկին Մելքոնյան։ Բելլան մոտեցավ սյուիտի բարին, 2 բաժակ գինի լցրեց։ Թույլ տվեք անկեղծ լինել ձեզ հետ, Մարինե։ Ես ձեզ չեմ խնդրել այստեղ գալ սենյակային սպասարկման պատճառով։ Ես ուզում էի խոսել։ Մարինեն զգաց, որ իր մտքում տագնապ է հնչում։ Ինչի՞։ Մասին։ Ռաֆայելի մասին։ Մարինեն պահպանեց չեզոք արտահայտությունը, բայց նրա սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Չեմ հասկանում։ Եթե ինչ-որ բան կապված է պարոն Հարությունյանի հետ, միգուցե ավելի լավ է անմիջապես նրա հետ խոսել։ Բելլան ծիծաղեց, չոր անհումոր ձայնով։ Օ, սիրելիս։ Դուք իսկապես կարծում եք, որ ես չեմ տեսնում, թե ինչ է կատարվում։ Ես Ռաֆայելին ճանաչում եմ տարիներ շարունակ։ Ես կարող եմ կարդալ նրա յուրաքանչյուր արտահայտությունը, յուրաքանչյուր հայացքը։ Եվ այն ձը, թե ինչպես է նա նայում ձեզ։ Ես դա արդեն տեսել եմ նախկինում։ Մարինեն զգաց, որ արյունը սառում է։ Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Կարիք չկա ինձ հետ ծածնելու։ Դուք միասին եք, չէ՞։ Մարինեն չպատասխանեց։ Նա չէր կարող հաստատել։ Չէր կարող հերքել։ Բելլան մի քայլ արեց դեպի նա, թափանցող հայացքով։ Ես ձեզ խորհուրդ կտամ, կնոջից կնոջ։ Զգույշ եղեք։ Ռաֆայել Հարությունյանը կարող է հմայիչ լինել, ուշադիր, կրքոտ։ Բայց նա սառն է։ Հաշվարկող։ Երբ նա հասկանա, որ դուք խանգարում եք իր ծրագրերին, երբ դուք դառնաք խնդիր լուծման փոխարեն, նա կհեռացնի ձեզ առանց 2 անգամ մտածելու։ Ես գիտեմ։ Ես եղել եմ ձեր տեղում։ Մարինեն բարձրացրեց կզակը, հրաժարվելով թուլություն ցույց տալուց։ Ամբողջ հարգանքով, տիկին Մելքոնյան, իմ անձնական կյանքը ձեր գործը չէ։ Բելլան ժպտաց, բայց այդ ժպիտի մեջ տխրություն կար։ Դուք կսովորեք։ Դժվար ճանապարհով, ինչպես ես սովորեցի։ Բայց, երբ դա տեղի ունենա, մի ասեք, որ ես չեմ զգուշացրել։ Մարինեն դուրս եկավ այդ սյուիտից, դողդողացող ոտքերով, սրտում ծանրությունով։ Բելլայի խոսքերը արձագանքում էին նրա մտքում, որպես մռայլ զգուշացում։ Արդյոք դա ճիշտ էր։ Արդյոք Ռաֆայելը իսկապես ի վիճակի էր հեռացնել նրան, երբ նա անհարմար կդառնար։ Նա ուզում էր հավատալ, որ ոչ։ Ուզում էր հավատալ, որ այն, ինչ նրանք ունեին, իրական էր։ Բայց Բելլայի կողմից տնկված կասկածները սկսում էին աճել, ինչպես մոլախոտերը նրա մտքում։ Եվ մինչ արը մայր էր մտնում հանգստյան տան վրա, Մարինեն մտածում էր, թե արդյոք իր կյանքի ամենամեծ սխալն էր գործել, ներգրավվելով Ռաֆայել Հարությունյանի հետ։ Սխալ, որը նա վախենում էր, կարող էր շատ ավելի թանկ արժենալ, քան պարզապես իր սիրտը։ Հաջորդ օրերը Մարինեի համար լուռ տանջանք էին։ Նա շարունակում էր խուսափել Ռաֆայելից, ցուզվելով աշխատանքի մեջ, կարծես դա փրկության միջոց լիներ։ Ամեն անգամ, երբ նրանց հայացքները խաչվում էին հանգստյան տան միջանցքներում, նա տեսնում էր հիասթափությունն ու աղերսը նրա աչքերում։ Բայց նա տեսնում էր այն ամենի ծանրությունը, ինչ չէր ասվում։ Եվ դա նրան ավելի էր ցավեցնում, քան ցանկացած խոսք։ Բելլան, մյուս կողմից, կարծես վայելում էր իր կեցության յուրաքանչյուր րոպեն։
Նա շրջում էր հանգստյան տանը, ինչպես թագուհին իր ամրոցում, միշտ անթերի, միշտ այդ ժպիտով, որը կարծես 1000 գաղտնիք էր կրում։ Եվ ամեն անգամ, երբ կարող էր, նա գտնում էր Ռաֆայելի հետ շփվելու ուղիներ կամ ռեստորանների առաջարկություններ խնդրելով, կամ բողոքելով որևէ աննշան մանրուքի մասին, որը պահանջում էր նրա անձնական ուշադրությունը։ Մարինեն ամեն ինչ դիտում էր հեռվից, զգալով խանդի անվստահության խառնուրդ, որը ներսից ուտում էր նրան։ Նա ատում էր իրեն այդպես զգալը։ Ատում էր իր անձի այդ փխրուն անվստահ տարբերակը լինելը։ Բայց չէր կարող խուսափել։ Դա երեքշաբթի երեկո էր, երբ ամեն ինչ նորից փոխվեց։ Մարինեն կառավարման գրասենյակում որոշ հաշվետվություններ էր ավարտում, երբ միջանցքից ձայներ լսեց։ Բարձրացված ձայներ։ Դրանցից մեկը Ռաֆայելինն էր։ Մյուսը Բելլայինը։ Դու չես կարող պարզապես այստեղ հայտնվել կարծել, որ ամեն ինչ նախկինի պես կլինի, Բելլա, ասում էր Ռաֆայելը, վերահսկվող, բայց ամուր ձայնով։ Ես այստեղ չեմ եկել որևէ բան վերականգնելու համար, պատասխանեց Բելլան, բայց նրա տոնի մեջ ինչ-որ բան հակառակն էր հուշում։ Ես եկել եմ աշխատելու։ Ինձ պետք է գնահատել հանգստյան տունը, հնարավոր կորպորատիվ միջոցառման համար, որը կազմակերպում է իմ ընկերությունը։ Կարող էիր ցանկացած այլ խորհրդատու ուղարկել։ Ինչու՞։ Դու։ Որովհետև ես ուզեցի գալ։ Որովհետև այս վայրը հիշողություններ ունի ինձ համար։ Լավ հիշողություններ։ Եվ ես ուզում էի տեսնել, թե ինչ ես արել դրա հետ վերջին տարիներին։ Բելլա, մենք բաժանվեցինք 3 տարի առաջ։ Դա ավարտվեց։ Դու պետք է ընդունես առաջ շարժվես։ Լռություն տիրեց, ապա Մարինեն լսեց Բելլայի ձայնը, ավելի մեղմ, ավելի խոցելի։ Ես գիտեմ, որ ավարտվեց։ Ես գիտեմ, որ դու այլս ինձ չես սիրում։ Բայց դու իսկապես կարծում ես, որ ինձ համար հեշտ է տեսնել, թե ինչպես ես առաջ շարժվում։ Տեսնել քեզ ուրիշի հետ։ Մարինեն զգաց, որ սիրտը սեղմվում է։ Ուրեմն Բելլան գիտեր։ Վստահ էր։ Իմ անձնական կյանքը քո գործը չէ, ասաց Ռաֆայելը, բայց նրա ձայնում կար մի մեղմություն, որը նախկինում չկար։ Ես գիտեմ։ Եվ ես այստեղ չեմ խնդիրներ առաջացնելու համար։ Ես պարզապես այստեղ եմ իմ աշխատանքը անելու գնալու համար։ Բայց դու պետք է մի բան իմանաս։ Ինչը։ Այդ աղջիկը, Մարինեն։ Նա չափազանց լավն է քեզ համար։ Չափազանց լավն է այս աշխարհի համար։ Եվ եթե դու իսկապես սիրում ես նրան, պետք է պաշտպանես նրան։ Որովհետև մարդիկ կդատեն նրան։ Սարսափելի բաներ կասեն։ Եվ նա կտառապի քո պատճառով։ Դու կարծում ես, որ ես դա չգիտեմ։ Դու կարծում ես, որ դա ամեն օր ինձ չի հետապնդում։ Ուրեմն ինչու՞։ Ես շարունակում։ Ինչու՞։ Չես թողնում, որ նա գնա։ Թողնում ես, որ նա նորմալ կյանք ունենա, անարատ կարիերա, ամբարդ ջգալ ապագա։ Որովհետև ես փորձեցի։ Եվ չեմ կարողանում։ Հաջորդող լռությունը լի էր հույզերով։ Մարինեն զգաց, որ արցունքները սկսում են հոսել իր դեմքով, բայց չմաքրեց դրանք։ Նա կանգնած մնաց այնտեղ, անշարժ, լսելով յուրաքանչյուր խոսք։ Դու իսկապես սիրում ես նրան, ասաց Բելլան, դա հարց չէր։ Ավելի քան դա։ Ուրեմն զգույշ եղիր։ Մի արա նրա հետ այն, ինչ արել ես ինձ հետ։ Մի թող, որ նա երկրորդ տարբերակը լինի։ Մի թող, որ նա սպասի, մինչ դու ընտրում ես նրա քո կայսրության միջ։ Բելլա։ Ես անկեղծ եմ, Ռաֆայել։ Սովորիր քո սխալներից։ Կամ կկորցնես նրան նույն կերպ, ինչպես ինձ կորցրեցիր։ Մարինեն լսեց հեռացող քայլեր, ապա լռություն։ Նա մի քանի րոպե սպասեց, նախքան գրասենյակից դուրս գալը, մաքրելով դեմքը, փորձելով ուղղել արտահայտությունը։ Բայց, երբ շրջվեց միջանցքով, բախվեց ուղիղ Ռաֆայելին։ Նրանք դեմ առ դեմ կանգնեցին, օդը ծանր այն ամենից, ինչ չէր ասվել։ Մարինե, սկսեց նա, բայց նա ընդհատեց նրան։ Ես լսեցի։ Խոսակցության մի մասը։ Ես չէի ուզում, բայց այնտեղ էի, դուք խոսում էիք, եսը։ Ամեն ինչ կարգին է։ Կարգին չէ։ Մարինեն զգաց, որ արցունքները սպառնում են վերադառնալ։ Ոչինչ կարգին չէ։ Մենք դա թաքցնում ենք, կարծես դա կեղտոտ բան լիներ, սխալ բան։ Բելլան այստեղ է, ամեն ինչ շփոթեցնելով։
Եվ ես այլս չգիտեմ, թե ինչ մտածել, ինչ զգալ։ Ռաֆայելը մի քայլ առաջ արեց, մոտենալով նրան։ Ուրեմն թույլ տուր ասել, թե ինչ եմ մտածում։ Ինչ եմ զգում։ Նա մեղմորեն դիպավ նրա դեմքին, ստիպելով նրան նայել իրեն։ Ես դա չէի պլանավորել։ Չէի պլանավորել սիրահարվել քեզ։ Չէի պլանավորել ամեն ինչ վտանգել։ Բայց դա տեղի ունեցավ։ Եվ այդ գիշերվանից, այդ համբույրից ի վեր, դու ես այն ամենը, ինչի մասին կարող եմ մտածել։ Եվ ես գիտեմ, որ դա բարդ է։ Գիտեմ, որ ռիսկային է։ Բայց այլս չեմ ուզում թաքցնել։ Այլս չեմ ուզում ծածնել, թե դու ոչինչ չես նշանակում ինձ համար։ Մարինեն զգաց, որ իր սիրտը արագանում է։ Ռաֆայել, հետանքները… Ես գիտեմ։ Եվ մենք միասին կդիմակայենք դրանց։ Եթե դու ուզես։ Մարինեն փակեց աչքերը, փորձելով մարսել ամեն ինչ։ Նրա մի մասը ուզում էր վազել։ Ուզում էր իրեն պաշտպանել։ Բայց մյուս մասը, այն մասը, որը սիրահարվել էր այդ անհնար տղամարդուն, ուզում էր մնալ։ Ուզում էր պայքարել։ Իսկ Բելլան… Վաղը կգնա։ Նրա աշխատանքն այստեղ ավարտվեց։ Եվ նույնիսկ եթե չավարտվեր, ոչինչ չէր փոխվի։ Դու ես, ում ես ուզում։ Դու ես, ում ես ընտրում։ Մարինեն բացեց աչքերը, տեսավ ճշմարտությունը նրա դեմքին։ Տեսավ անկեղծությունը։ Վախը։ Սերը։ Ես այնքան եմ վախենում, խոստովանեց նա, ձայնը կոտրվելով։ Ես էլ։ Բայց ես նախընտրում եմ վախենալ քեզ հետ, քան ապահով լինել մենակ։ Եվ ապա հանգստյան տան դատարկ միջանցքում, մեղմ լույսերի տակ հետաքրքրասեր հայացքներից հեռու, Մարինեն կատարեց իր ընտրությունը։ Նա թեքվեց համբուրեց Ռաֆայելին այն ամբողջ ինտենսիվությամբ, որը ճնշել էր վերջին օրերին։ Եվ նա պատասխանեց հավասար կրքով, կարծես լուր խոստում էր կնքում։ Երբ հեռացան, երկուսն էլ առանց շնչառության էին, սրտերը համաժամանակյա բաբախում էին։ Ուրեմն ինչ ենք անում հիմա, հարցրեց Մարինեն։ Հիմա… Հիմա ապրում ենք։ Առանց թաքցնելու։ Առանց ստելու։ Եվ դիմակայում ենք այն ամենին, ինչ կգա։ Մարինեն գլխով արեց, զգալով վախի թեթացման տարօրինակ խառնուրդ։ Նրանք պատրաստվում էին բացել Պանդորայի արկղը։ Բայց առաջին անգամ նա զգում էր, որ մեկը կա իր կողքին։ Մեկը, ում համար արժեր ամեն ինչ վտանգել։ Հաջորդ առավոտ, ինչպես Ռաֆայելն էր ասել, Բելլան դուրս գրվեց հյուրանոցից։ Մարինեն ընդունարանում էր, երբ նա իջավ, ուղեկցությամբ բեռնակրի, ով տանում էր նրա ճամպրուկները։ Բելլան մոտեցավ սեղանին, Մարինեն մտքով պատրաստվեց մեկ լարված փոխազդեցության։ Բայց, ի զարմանս նրա, Բելլան պարզապես ժպտաց։ Անկեղծ ժպիտ, առանց չարության։ Մարինե… Հուսով եմ, որ ձեր կեցությունը հաճելի էր։ Այո։ Ձեր հյուրանոցն իսկապես բացառիկ է։ Ուրախ եմ դա լսել։ Բելլան մի պահ վարանեց, կարծես որոշում էր, թե պետք է արդյոք ինչ-որ բան ասել։ Ապա մի փոքր թեքվեց մեղմ խոսեց, որպեսզի միայն Մարինեն լսի։ Խնամիր նրան։ Եվ մի թույլ տուր, որ նա քեզ վնասի։ Ռաֆայելը լավ մարդ է, բայց նա բարդ է։ Մի թույլ տուր, որ աշխատանքը ամեն ինչ սպառի։ Մի արա նույն սխալները, ինչ ես արեցի։ Մարինեն զարմացավ այդ խոսքերի անկեղծությունից, բարությունից։ Շնորհակալություն։ Խորհուրդների համար։ Բելլան գլխով արեց, առանց այլ բան ասելու, դուրս եկավ հանգստյան տանից։ Մարինեն դիտում էր նրա հեռանալը, զգալով տարօրինակ կարեկցանք այդ կնոջ հանդեպ, ով կարող էր լինել իր թշնամին, բայց ով ի վերջո պարզվեց, որ պարզապես մեկն էր, ով նույնպես սիրել կորցրել էր։ Բելլայի հեռանալով Մարինեն զգաց, կարծես մի բեռ էր թեթացել իր ուսերից։ Բայց նա գիտեր, որ մարտահրավերները նոր էին սկսվում։ Որովհետև հիմա գալիս էր ամենադժվար մասը, հարաբերությունները հրապարակային դարձնելը։ Ռաֆայելը հանդիպում նշանակեց կառավարման թիմի հետ այդ կեսօրին։ Մարինեն հստակ չգիտեր, թե ինչ էր նա պլանավորում, բայց զգում էր, որ ինչ-որ կարևոր բան է տեղի ունենալու։ Երբ նա մտավ հանդիպումների սենյակ, մյուս մենեջերներն արդեն նստած էին։ Կարինեն, մարդկային ռեսուրսների մենեջերը։ Անդրանիկը, գործառնությունների մենեջերը։ Ֆլորան, միջոցառումների մենեջերը։ Եվ բարձրագույն ղեկավարության մի քանի այլ անդամներ։
Բոլորը հետաքրքրված էին անսպասելի հանդիպման պատճառով։ Ռաֆայելը մտավ վերջինը, անթերի կոստյումով, վստահ կեցվածքով։ Բայց Մարինեն տեսավ լարվածությունը նրա ուսերին։ Տեսավ ձեռքերի թեթ դողը, երբ նա դրեց փաստաթղթերը սեղանին։ Շնորհակալություն բոլորիդ այսքան կարճ ժամկետում գալու համար, սկսեց Ռաֆայելը ամուր ձայնով։ Ես ձեզ կանչել եմ այսօր, որովհետև պետք է կիսվեմ մի կարևոր բանով։ Անձնական բանով, բայց որը կարող է պրոֆեսիոնալ հետանքներ ունենալ։ Սենյակում լարված լռություն տիրեց։ Բոլորը ուշադիր էին։ Ռաֆայելը խորը շունչ քաշեց, ապա նրա աչքերը հանդիպեցին Մարինեի աչքերին։ Ես Մարինեն հարաբերությունների մեջ ենք։ Հաջորդող լռությունը խլացուցիչ էր։ Մարինեն զգաց, որ բոլորի հայացքները նրա վրա են։ Տեսավ զարմանքը ոմանց դեմքերին, չհամաձայնությունը մյուսների, հետաքրքրասիրությունը բոլորի։ Կարինեն առաջինն էր, ով խոսեց։ Ինչքան ժամանակ է։ Մի քանի շաբաթ, պատասխանեց Ռաֆայելը։ Ես գիտեմ, որ դա կարող է անպատշաճ թվալ։ Գիտեմ, որ էթիկական հարցեր կան։ Բայց ուզում եմ հստակ դարձնել, որ Մարինեն իր պաշտոնը նվաճել է իր սեփական արժանինքներով։ Նա աշխատանքի է ընդունվել մեր միջ որևէ անձնական ներգրավվածությունից առաջ։ Եվ նրա աշխատանքը եղել է բացառիկ։ Անդրանիկը առաջ թեքվեց, քննադատական հայացքով։ Եվ ինչպես եք մտադիր լուծել շահերի հնարավոր բախումները։ Թափանցիկություն, ասաց Ռաֆայելը, առանց վարանելու։ Մարինեի հետ կապված բոլոր որոշումները կընդունվեն մարդկային ռեսուրսների բաժնի հետ համատեղ։ Ես կձեռնպահ մնամ ցանկացած ուղղակի աշխատանքային գնահատականից։ Եվ եթե որևէ պահի լինի ֆավորիտիզմի ընկալում, ես բաց եմ նրան խմբի մեկ այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, նույն պաշտոնով աշխատավարձով։ Մարինեն զգաց, որ սիրտը սեղմվում է, լսելով դա։ Ռաֆայելը ամեն ինչ դրել էր խաղադրույքի վրա։ Նա իրեն էր բացահայտում։ Նրա համար։ Ֆլորան ամաչկոտ բարձրացրեց ձեռքը։ Իսկ եթե չստացվի։ Հարաբերությունները, նկատի ունեմ։ Դա հարմարավետ աշխատանքային միջավայր չի ստեղծի։ Ռաֆայելը ուղիղ նայեց նրան։ Դա ռիսկ է, որին ես պատրաստ եմ դիմել։ Որովհետև կարծում եմ, որ արժե։ Եվ որովհետև ես թույլ չեմ տա, որ վախերն ու բիեթեները թելադրեն իմ անձնական ընտրությունները։ Հանդիպումը շարունակվեց մեկ ժամ, հարցերով, քննարկումներով, որոշ առարկություններով։ Բայց ի վերջո թիմի մեծ մասը համաձայնեց աջակցել Ռաֆայելի որոշմանը, պայմանով, որ պահպանվեն պրոֆեսիոնալ վարքի կանոնները։ Երբ հանդիպումն ավարտվեց, բոլորը դուրս եկան, Մարինեն մնաց հետում, դեռ մարսելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Ռաֆայելը մոտեցավ նրան, անհանգիստ հայացքով։ Դու լավ ես։ Մարինեն գլխով արեց, բայց նրա աչքերում արցունքներ կային։ Դու չպետք է դա անեիր։ Չպետք է քեզ այդպես բացահայտեիր։ Այո, պետք է։ Որովհետև դու արժանի ես։ Արժանի ես գաղտնիք չլինելու։ Արժանի ես ճանաչվելու, հարգվելու։ Մարինեն թույլ տվեց արցունքներին ազատ հոսել հիմա։ Ես երբեք ոչ մեկին չեմ ունեցել, ով նման բան աներ ինձ համար։ Ռաֆայելը նրան գրկեց, սեղմելով իր կրծքին։ Ուրեմն սովորիր։ Որովհետև ես մտադիր եմ շատ ավելին անել։ Հաջորդ շաբաթներին հարաբերությունների լուրը հանգստյան տանը տարածվեց կրակի պես։ Մարինեն զգաց հայացքները, լսեց շշուկները, նկատեց նուրբ փոփոխությունները, թե ինչպես էին որոշ աշխատակիցներ վերաբերվում իրեն։ Ոմանք բարի հարգալից էին։ Մյուսները՝ ոչ այնքան։ Ամենադժվարներից մեկը Դավիթն էր, գործառնությունների մենեջերը, ով հանգստյան տանը աշխատում էր տարիներ շարունակ, ըստ լուրերի, սպասում էր, որ կբարձրացվի այն պաշտոնին, որը հիմա զբաղեցնում էր Մարինեն։ Դավիթը չէր թաքցնում իր հակակրանքը։ Նա կասկածի տակ էր դնում նրա յուրաքանչյուր որոշումը, չէր պահպանում ժամկետները, երբ նա հաշվետվություններ էր խնդրում, պասիվ-ագրեսիվ մեկնաբանություններ էր անում, երբ կարող էր։ Լավ պետք է լինի վերում կապեր ունենալը, մրմնջաց նա մի անգամ, բավական բարձր, որ նա լսի։ Մարինեն փորձեց անտեսել։ Փորձեց պահպանել պրոֆեսիոնալիզմը։ Բայց կար մի սահման, թե որքան անհարգալից վերաբերմունք նա կարող էր տանել։ Դա թիմային հանդիպման ժամանակ էր, երբ ամեն ինչ պայթեց։ Դավիթը ներկայացնում էր հանգստյան տան զբաղվածության թվերը, Մարինեն անհամապատասխանություն նկատեց տվյալներում։
Նա քաղաքավարիորեն մատնանշեց, առաջարկելով ստուգում։ Դավիթը նրան նայեց արհամարհանքով։ Միգուցե դուք պետք է ավելի քիչ մտահոգվեք թվերով ավելի շատ անեք այն աշխատանքը, որի համար վարձվել եք։ Եթե, իհարկե, աշխատանքն է ձեզ այստեղ բերել։ Սենյակում լռություն տիրեց։ Բոլորը գիտեին, թե ինչ էր նա ակնարկում։ Բոլորը սպասում էին տեսնելու, թե ինչպես կարձագանքի Մարինեն։ Նա զգաց, որ արյունը եռում է, բայց պահպանեց հանգստությունը։ Ամբողջ հարգանքով, Դավիթ, ես աշխատանքի եմ ընդունվել իմ որակավորումների փորձի համար։ Եվ եթե դուք ինձ հետ որևէ խնդիր ունեք, առաջարկում եմ դա քննարկել մասնավոր կերպով, ոչ թե ամբողջ թիմի առջ։ Ես ձեզ հետ խնդիր չունեմ, պատասխանեց Դավիթը, ձեռքերը ծալած։ Ես խնդիր ունեմ ֆավորիտիզմի հետ։ Մարդկանց հետ, ովքեր հասնում են գագաթին, օգտագործելով դյուրանցումներ։ Մարինեն վեր կացավ, սիրտը արագ բաբախելով, բայց ձայնը ամուր։ Ես քրտնաջան աշխատել եմ հասնելու այնտեղ, որտեղ հիմա եմ։ Ես սովորել եմ, նվիրվել եմ, ապացուցել եմ իմ արժեքը։ Եվ ես թույլ չեմ տա, որ դուք կամ որևէ այլ անձ նսեմացնեք իմ ձեռքբերումները միայն այն պատճառով, որ չեք կարող ընդունել, որ ավելի երիտասարդ կինը ունի այն կարողությունը, որը դուք չունեք։ Սենյակում լռությունն այժմ բացարձակ էր։ Դավիթը կարմրեց, ակնհայտորեն չսպասելով, որ նա կպատասխանի։ Նախքան նա կկարողանար պատասխանել, սենյակի դուռը բացվեց, Ռաֆայելը ներս մտավ։ Նա շուրջը նայեց, անմիջապես զգալով օդում տիրող լարվածությունը։ Ես ինչ-որ բան ընդհատեցի՞։ Կարինեն, միշտ դիվանագետ, փորձեց մեղմել իրավիճակը։ Պարզապես կարծիքների փոքր տարաձայնություն, պարոն Հարությունյան։ Ռաֆայելը ուղիղ նայեց Դավիթին։ Տարաձայնություն ինչի՞։ Շուրջ։ Դավիթը վարանեց, բայց ապա, հպարտությունից դրդված, որոշեց շարունակել։ Կարողության արժանիքի մասին։ Այն մասին, թե ինչպես են որոշ մարդիկ հասնում որոշակի պաշտոնների։ Ռաֆայելը նեղացրեց աչքերը։ Դուք կասկածի տակ եք դնում Մարինեին աշխատանքի ընդունելու իմ որոշումը։ Ես կասկածի տակ եմ դնում ժամանակը։ Եվ հանգամանքները։ Ռաֆայելը դանդաղ քայլեց, մինչ կանգնեց Դավիթի դիմաց, սպառնալից կեցվածքով։ Մարինեն աշխատանքի է ընդունվել խիստ ընտրության գործընթացից հետո։ Նա առանձնացել է տասնյակ թեկնածուների մեջ։ Նա ունի կրթություն, փորձ ցույց է տվել կարողություն առաջին իսկ օրվանից։ Եթե դուք խնդիրներ ունեք դրա հետ, առաջարկում եմ վերանայել ձեր սեփական անվստահությունները, որովհետև դրանք տեղ չունեն այս ընկերությունում։ Դավիթը կուլ տվեց, ակնհայտորեն հասկանալով, որ չափից դուրս է գնացել։ Ես չէի ուզում։ Ես հստակ գիտեմ, թե ինչ էիք ուզում ասել։ Եվ հստակ կասեմ, եթե ես մեկ անհարգալից մեկնաբանություն լսեմ Մարինեի կամ որևէ այլ աշխատակցի հասցեին, հիմնված շահարկումների կամ անձնական նախապաշարմունքների վրա, հետանքներ կլինեն։ Հասկանալի է։ Դավիթը գլխով արեց, գունատ։ Այո, պարոն։ Հիանալի։ Բոլորը կարող են վերադառնալ աշխատանքի։ Հանդիպումը արագորեն լուծարվեց, աշխատակիցները լուռ դուրս եկան։ Մարինեն մնաց հետում, դեռ մի փոքր դողալով առճակատման ադրենալինից։ Ռաֆայելը մոտեցավ նրան։ Դու լավ ես։ Այո։ Շնորհակալություն ինձ պաշտպանելու համար։ Դու պաշտպանության կարիք չունես։ Դու քեզ կատարելապես պաշտպանեցիր։ Բայց ես անհարգալից վերաբերմունք չեմ հանդուրժի իմ ընկերությունում։ Մարինեն ժպտաց, զգալով երախտագիտության սիրո ալիք այդ տղամարդու հանդեպ։ Միշտ այդպես կլինի։ Մենք ստիպված կլինենք անընդհատ ապացուցել մեր արժեքը։ Ռաֆայելը մեղմորեն դիպավ նրա դեմքին։ Միգուցե որոշ ժամանակ, բայց մարդիկ կսովորեն։ Կտեսնեն, որ մենք պրոֆեսիոնալ ենք, որ մեր հարաբերությունները չեն վտանգում մեր աշխատանքը։ Եվ, ի վերջո, կդադարեն հետաքրքրվել։ Դուք այդքան վստահ եք։ Մի բանում վստահ եմ, դու ես միասին ավելի ուժեղ ենք, քան ցանկացած խոչընդոտ։ Եվ մենք դա կապացուցենք։ Ամեն օր, եթե անհրաժեշտ լինի։ Մարինեն գլուխը դրեց նրա կրծքին, թույլ տալով իրեն ներգրավվել պաշտպանող գրկախառնության մեջ։ Ես սիրում եմ քեզ, շշնջաց նա, առաջին անգամ ասելով այդ խոսքերը։ Նա զգաց, որ նրա մարմինը մի պահ լարվեց, ապա նա միայն այնքան հեռացավ, որպեսզի նայեր նրան։ Ինչ ասացիր։
Մարինեն զգաց, որ այտերը կարմրում են, բայց հայացքը չշեղեց։ Ես սիրում եմ քեզ։ Ես գիտեմ, որ արագ է, գիտեմ, որ ինտենսիվ է, բայց դա ճշմարտություն է։ Ես սիրում եմ քեզ։ Ռաֆայելը ժպտաց, այնպես, որ նրա սիրտը հալվեց, ապա համբուրեց նրան։ Մեղմ, քնքուշ համբույր, լի չասված խոստումներով։ Ես էլ եմ քեզ սիրում, մրմնջաց նա նրա շուրթերին։ Այդ գողացված համբույրից ի վեր շփոթված գիշերում։ Կարծում եմ, որ միշտ եմ քեզ սիրել։ Հաջորդող ամիսները ամերիկյան բլուրներ էին։ Կային հիանալի պահեր, երբ Մարինեն Ռաֆայելը լիովին ապրում էին սիրավեպը, առանց թաքցնելու, առանց ամոթի։ Ռոմանտիկ ընթրիքներ, հանգստյան օրեր ճանապարհորդելով, հանգիստ երեկոներ պարզապես կյանքի մասին զրուցելով։ Կային նա դժվար պահեր, երբ աշխատանքի ճնշումը դատող հայացքները ծանր էին։ Երբ Մարինեն կասկածի տակ էր դնում, թե արդյոք ճիշտ ընտրություն էր կատարել։ Երբ Ռաֆայելը պայքարում էր մեղքի զգացումի դեմ, նրան այդ դիրքում դնելու համար։ Բայց, ամեն ինչի միջով, նրանք մնացին միասին։ Միասին դիմակայեցին յուրաքանչյուր մարտահրավերին։ Եվ, դանդաղորեն, ամեն ինչ սկսեց բարելավվել։ Հանգստյան տան անձնակազմը սկսեց հարգել Մարինեին իր աշխատանքի համար, ոչ թե այն բանի համար, թե ում հետ էր նա հանդիպում։ Չարախոսությունները նվազեցին։ Դավիթը տեղափոխվեց մեկ այլ ստորաբաժանում, մի քանի միջադեպերից հետո։ Եվ Մարինեն օրեցօր ապացուցեց, որ արժանի է այնտեղ լինելու։ Ջուլիան, իր լավագույն ընկերուհին, շմեց, երբ իմացավ հարաբերությունների մասին։ Դու քո ղեկավարի հետ ես հանդիպում։ Մարինե։ Ինչպես է, որ ինձ չես պատմել։ Մարինեն ծիծաղեց, ամիսներ շարունակ առաջին անգամ թեթև զգալով։ Ամեն ինչ այնքան արագ էր, Ջուլիա։ Եվ այնքան բարդ։ Ես չգիտեի, թե ինչպես բացատրեմ։ Բայց դու երջանիկ ես։ Մարինեն չվարանեց։ Շատ։ Ավելի, քան պատկերացնում էի, որ հնարավոր է։ Ջուլիան ամուր գրկեց նրան։ Ուրեմն դա է այն ամենը, ինչ կարող է։ Եվ ես ուզում եմ ծանոթանալ այն տղամարդուն, ով գողացել է իմ լավագույն ընկերուհու սիրտը։ Ընթրիքը Ջուլիայի Բագրատի հետ զարմանալիորեն հաճելի էր։ Ռաֆայելը հմայիչ էր, բարի անկեղծորեն հետաքրքրված էր ճանաչելու Մարինեի կյանքի կարևոր մարդկանց։ Եվ երեկոյի վերջում Ջուլիան շշնջաց Մարինեին։ Նա ճիշտ մարդն է։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա նայում քեզ։ Կարծես դու աշխարհի ամենաթանկ բանն ես։ Մարինեն աչքերում երջանկության արցունքներ զգաց։ Կարծում եմ, որ նա իսկապես այդպիսին է։ Լիալուսնի գիշեր էր, առաջին համբույրից 6 ամիս անց, երբ Ռաֆայելը Մարինեին հետ տարավ այն լճի ափը, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Նույն լքված կամրջամասը։ Նույն արծաթագույն ավազը։ Նույն փայլող աստղերը վերում։ Մարինեն գիտեր, որ ինչ-որ բան տարբեր էր։ Տեսնում էր նրա աչքերում։ Այն ծով, թե ինչպես էր նա բռնում նրա ձեռքը։ Ռաֆայել, ինչ է կատարվում։ Նա դադարեց քայլել, շրջվեց, նրան դիմավորելու, ծովը հետին պլանում ստեղծելով կատարյալ շրջանակ։ Մարինե, քո կյանք մտնելուց ի վեր ամեն ինչ փոխվեց։ Դու ստիպեցիր ինձ կասկածի տակ դնել այն ամենը, ինչ կարծում էի, որ գիտեմ։ Ստիպեցիր ինձ ավելի լավը լինել։ Ստիպեցիր ինձ կենդանի զգալ այնպես, ինչպես երբեք չէի զգացել։ Մարինեն զգաց, որ սիրտը արագանում է։ Ռաֆայել։ Նա ծնկի իջավ ավազի վրա, Մարինեն ձեռքերը բերեց բերանին, արցունքներն արդեն սկսել էին հոսել։ Ես ամեն ինչ պլանավորված չունեմ։ Չունեմ կատարյալ խոսքեր։ Բայց մի բանում վստահ եմ, ես ուզում եմ իմ կյանքի մնացած մասը անցկացնել քեզ հետ։ Ուզում եմ դիմակայել յուրաքանչյուր մարտահրավերի քո կողքին։ Ուզում եմ ապագա կառուցել, որտեղ մենք կարիք չունենք թաքցնելու, թե ով ենք կամ ինչ ենք զգում։ Նա գրպանից մի փոքրիկ տուփ հանեց, բացեց այն, բացահայտելով պարզ, բայց էլեգանտ մատանի, լուսնի լույսի տակ փայլող ադամանդով։ Մարինե, դու համաձայն ես ամուսնանալ ինձ հետ։ Մարինեն չէր կարողանում դադարել լաց լինելուց։ Չէր կարողանում խոսքեր գտնել։ Ապա պարզապես գլխով արեց, անթիվ անգամ, մինչ վերջապես կարողացավ ասել. Այո։ Այո, ես համաձայն եմ։ Ռաֆայելը վեր կացավ, համբուրեց նրան ամբողջ ինտենսիվությամբ, ամբողջ խոստումով, ամբողջ սիրով, որը զգում էր, պտտելով նրան օդում, մինչ նա ծիծաղում էր, լաց էր լինում միաժամանակ։
Եվ այնտեղ, այդ լճի ափին աստղերի տակ, նրանք խոստում կնքեցին։ Սիրո համերաշխության խոստում, միասին դիմակայելու այն ամենին, ինչ աշխարհը կնետեր նրանց ճանապարհին։ Հարսանիքի նախապատրաստությունները լարված էին, բայց նա լի ուրախությամբ։ Մարինեն Ռաֆայելը որոշեցին մտերմիկ արարողություն կազմակերպել լճի ափին, միայն մտերիմ մարդկանց հետ։ Ոչ մի մեծ շոու, ոչ մի շքեղություն։ Պարզապես անկեղծ սեր միության տոնակատարություն, որը փորձության էր ենթարկվել ի սկզբանե։ Ջուլիան, իհարկե, ընտրվեց որպես հարսնաքույր։ Եվ Բագրատը, որպես Փեսայի ընկեր, Ռաֆայելի կողքին։ Հյուրանոցի տնտեսուհին, տիկին Թամարը 60-ամյա մի կին, ով Մարինեի համար մայրական կերպար էր դարձել այդ դժվար ամիսներին, լաց եղավ, երբ նրան հրավիրեցին որպես վկաներից մեկը։ Եվ նույնիսկ հետաքրքրասեր մատուցող Լոնը, ով պատահաբար բացահայտել էր սիրավեպը, գրեթե բացահայտել էր այն, բայց հետո դարձել էր հավատարիմ դաշնակից, հրավիրվեց երեկույթին։ Մարինեն ընտրեց պարզ սպիտակ ժանյակես գեստ, երկար թերով հոսող կտրվածքով, որը պարում էր քամու հետ։ Առանց քողի, առանց շատ զարդարանքների։ Պարզապես ինքը։ Եվ դա այն ամենն էր, ինչ Ռաֆայելն էր ուզում։ Հարսանիքի առավոտը պարզ արոտ էր։ Մարինեն շուտ արթնացավ, նյարդերը լարված, բայց նա խաղաղության զգացումով, որը վաղուց չէր զգացել։ Ջուլիան նրա հետ էր, օգնելով պատրաստվել, կատակներ անելով, նյարդերը հանգստացնելու համար։ Դու վստահ ես, որ ուզում ես դա անել, կիսալուրջ, կիսակատակով հարցրեց Ջուլիան։ Դեռ ժամանակ կա փախչելու։ Մարինեն ծիծաղեց, նայելով իր արտացոլանքին հայելու մեջ։ Երբեք այսքան վստահ չեմ եղել ոչ մի բանում իմ կյանքում։ Ուրեմն եկեք ամուսնացնենք քեզ քո երազանքների տղամարդու հետ։ Արարողությունը նշանակված էր կեսօրից հետո, երբ Արը սկսեր մայր մտնել լճի վրա։ Լճի ափը զարդարված էր պարզ, բայց էլեգանտ կերպով, սպիտակ ծաղիկների կանաչ սաղարթների կոմպոզիցիաներ, բաց գույնի փայտե աթոռներ, որոնք դասավորված էին կիսաշրջանով, փոքրիկ կամար։ Զարդարված թափանցիկ գործվածքներով, որոնք շրջանակում էին օվկիանոսի տեսարանը։ Երբ Մարինեն ժամանեց, հոր ուղեկցությամբ նա տեսավ Ռաֆայելին, ով սպասում էր ինքնաշեն զոհասեղանին։ Նա կրում էր բաց բեժ կոստյում, առանց փողկապի, վերնաշապիկի առաջին կոճակները բաց։ Մազերը թեթակի անկարգ էին քամուց։ Եվ նրա աչքերը, այդ մուգ աչքերը, որոնք նրան գրավել էին առաջին իսկ պահից, փայլում էին հույզով, որը նա չէր փորձում թաքցնել։ Երաժշտությունը սկսեց հնչել, կիթառի մեղմ մեղեդի, Մարինեն քայլեց ավազով դեպի իր ապագան։ Ամեն քայլ ամուր էր, վճռական։ Այլս կասկածներ չկային։ Այլս վախեր չկային։ Միայն այն համոզմունքը, որ դա հենց այն էր, որտեղ նա պետք է լիներ։ Երբ նա հասավ Ռաֆայելի կողքին, նա ձեռքը մեկնեց նրան, Մարինեն զգաց ծանոթ էլեկտրականությունը, դիպչելով նրա մատներին։ Որոշ հյուրեր զուսպ մաքրեցին արցունքները։ Ջուլիան բացահայտ լաց էր լինում։ Եվ նույնիսկ Ռաֆայելը, միշտ այդքան վերահսկվող, աչքերը լցված էին։ Արարողությունը վարողը, Ռաֆայելի ընտանիքի հին ընկերը, սկսեց արարողությունը սիրո հանձնառության ամեն օր մեկին ընտրելու քաջության մասին խոսքերով։ Մարինեն հազիվ էր կարողանում ուշադրություն դարձնել պաշտոնական խոսքերին։ Այն ամենը, ինչ նա տեսնում էր, Ռաֆայելն էր։ Այն ամենը, ինչ նա զգում էր, այդ պահի ինտենսիվությունն էր։ Երբ խոստումների ժամանակը եկավ, Ռաֆայելը բռնեց նրա ձեռքերը, սկսեց խոսել, ձայնը խեղդված։ Մարինե, երբ դու մտար իմ կյանք, ես կորած էի։ Կենտրոնացած միայն աշխատանքի, ձեռքբերումների, թվերի վրա։ Ես մոռացել էի, թե ինչ էր զգալը։ Ինչ էր ապրելը։ Բայց դու ինձ հիշեցրիր։ Դու ինձ ցույց տվեցիր, որ շատ ավելի կարևոր բաներ կան, քան պրոֆեսիոնալ հաջողությունը։ Դու ինձ սովորեցրիր նորից բացել իմ սիրտը, վստահել, երազել։ Եվ ես խոստանում եմ անցկացնել իմ կյանքի մնացած մասը, քեզ երջանկացնելով, քեզ պաշտպանելով, քեզ սիրելով այն ամենով, ինչ ես եմ։ Մարինեն փորձեց զսպել արցունքները, բայց անհնար էր։ Դրանք ազատորեն հոսում էին նրա դեմքով, մինչ նա շունչ էր քաշում, իր խոստումները տալու համար։ Ռաֆայել, դու ինձ վախեցրիր առաջին իսկ պահից։ Ոչ միայն քո գեղեցկությամբ կամ հմայքով, այլ այն բանով, ինչ դու արթնացրիր իմ մեջ։ Դու ստիպեցիր ինձ ռիսկի դիմել։ Ստիպեցիր ինձ ինտենսիվ ապրել։ Եվ նույնիսկ երբ ամեն ինչ անհնար էր թվում, երբ ամբողջ աշխարհը կարծես մեր դեմ էր, դու մնացիր իմ կողքին։ Դու ինձ պաշտպանեցիր։ Ինձ պաշտպանեցիր։
Եվ ես խոստանում եմ նույնն անել քեզ համար։ Խոստանում եմ լինել քո գործընկերը, քո վստահորդը, քո լավագույն ընկերուհին։ Խոստանում եմ սիրել քեզ հեշտ օրերին, դժվար օրերին։ Որովհետև չեմ կարող պատկերացնել իմ կյանքը առանց քեզ։ Հյուրերի մեջ չկար չոր աչք։ Նույնիսկ Բագրատը, միշտ այդքան անկաշկանդ, զուսպ մաքրում էր դեմքը։ Արարողությունը վարողը ժպտաց, ակնհայտորեն հուզված։ Ինձ տրված լիազորությամբ ես ձեզ հայտարարում եմ ամուսին կին։ Ռաֆայել, կարող ես համբուրել հարսնացուին։ Ռաֆայելը երկրորդ հրավերի չսպասեց։ Նա Մարինեին մոտ քաշեց, համբուրեց ամբողջ կրքով, ամբողջ խոստումով, ամբողջ սիրով, որը զգում էր։ Հյուրերը ծափահարեցին, սուլեցին, բղավեցին։ Եվ երբ նրանք վերջապես հեռացան, նրանք պաշտոնապես ամուսնացած էին։ Հաջորդող երեկույթը կատարյալ էր։ Համեղ ուտելիք, կենդանի երաժշտություն, պար աստղերի տակ։ Մարինեն Ռաֆայելը բացեցին պարահրապարակը մեղմ վալսով, մարմինները կպած միմյանց շուրջ բոլորի աշխարհը անհետացավ։ Դու հիմա իմ կինն ես, շշնջաց Ռաֆայելը նրա ականջին։ Եվ դու իմ ամուսինն ես։ Ինչպես է դա հնչում։ Կատարյալ է հնչում։ Երեկույթի ընթացքում Մարինեն հյուրերի մեջ ծանոթ կերպար նկատեց։ Բելլան։ Նա կանգնած էր երեկույթի տարածքի սահմանին, հեռվից դիտելով, գրելով զուսպ զգեստ մելանխոլիկ հայացքով։ Մարինեն մոտեցավ, հետաքրքրասեր մի փոքր անհանգիստ։ Բելլա։ Ես չէի սպասում քեզ այստեղ տեսնել։ Բելլան ժպտաց, բայց այդ ժպիտի մեջ տխրություն կար։ Ես գիտեմ։ Ես չպետք է գայի։ Բայց ինձ պետք էր տեսնել։ Պետք էր համոզվել։ Համոզվել ինչի։ Մեջ։ Որ նա վերջապես գտել է այն, ինչ փնտրում էր։ Եվ նա գտել է։ Դա ակնհայտ է։ Մարինեն չգիտեր, թե ինչ ասել։ Այդ լուր հրաժեշտի մեջ ինչ-որ տխուր գեղեցիկ բան կար։ Բելլա, ես… Բելլան ձեռքը բարձրացրեց, մեղմորեն ընդհատելով նրան։ Կարիք չկա ոչինչ ասելու։ Ես այստեղ եմ եկել մի շրջափուլ փակելու համար։ Ընդունելու համար, որ իմ կյանքի այդ գլուխն ավարտվեց։ Եվ ձեզ երջանկություն մաղթելու համար։ Դուք արժանի եք։ Շնորհակալություն։ Ամեն ինչի համար։ Խորհուրդների, անկեղծության, ըմբռնող լինելու համար։ Բելլան գլխով արեց, առանց այլ բան ասելու, դուրս եկավ հանգստյան տանից։ Մարինեն դիտում էր նրա հեռանալը, զգալով երախտագիտության թեթացման խառնուրդ։ Անցյալի այդ ուրվականը վերջապես արտաքսվել էր։ Մեղրամիսը զուսպ էր, բայց հիանալի։ Ռաֆայելը Մարինեն ճանապարհորդեցին դեպի մի փոքրիկ հանգստյան տուն գյուղական վայրում, հեռու ուշադրությունից, հեռու աշխատանքից, պարզապես նրանք երկուսը։ Դրանք մաքուր երջանկության օրեր էին, խորը զրույցների, ապագայի պլանների, անկաշկանդ սիրո։ Երբ վերադարձան հանգստյան տուն, ամեն ինչ փոխվել էր։ Ոչ թե արտաքինորեն, այլ ներքինորեն։ Մարինեն Ռաֆայելն այլս պարզապես ընկերներ չէին, ովքեր փորձում էին ինչ-որ բան ապացուցել։ Նրանք ամուր զույգ էին, հարգված, հիացված։ Եվ Մարինեն նվաճել էր իր տեղը իր սեփական արժանինքներով։ Հաջորդող ամիսներին Մարինեն բարձրացվեց գործառնությունների մենեջերի պաշտոն, որը նա նվաճեց, ներկայացնելով հանգստյան տան կայունության նորարարական նախագիծ, որը տպավորեց ոչ միայն Ռաֆայելին, այլ ցանցի ամբողջ տնօրինությանը։ Բարձրացումը ուղեկցվեց ճանաչումով, հարգանքով, այն համոզմունքով, որ նա ապացուցել էր իր արժեքը։ Ռաֆայելը իր հերթին ընդլայնեց բիզնեսը, բացելով Արարատի Resorts-ի 2 նոր ստորաբաժանում այլ քաղաքներում։ Եվ Մարինեն նրա կողքին էր յուրաքանչյուր որոշման մեջ, որպես իր գործընկերը կյանքի ուղեկիցը։ Նրանք միասին էին աշխատում, բայց նա գիտեին, թե ինչպես բաժանել պրոֆեսիոնալը անձնականից։ Նրանք ունեին իրենց վեճերը, լարվածության պահերը, բայց միշտ լուծում էին ամեն ինչ զրույցով, հարգանքով, սիրով։ Տիկին Թամարը գրեթե ընտանիքի անդամ էր դարձել, պնդելով հատուկ ընթրիքներ պատրաստել, երբ հնարավորություն էր լինում։ Լոնը, հետաքրքրասեր մատուցողը, բարձրացվեց տեսուչի պաշտոնի, երբեք բաց չէր թողնում հնարավորությունը կատակելու Մարինեի հետ այն հին ժամանակների մասին, երբ նա թաքցնում էր արգելված սիրավեպ։ Եվ Ջուլիան ու Բագրատը դարձան զույգի լավագույն ընկերները, կանոնավոր ընթրիքներով, միասին ճանապարհորդություններով, ընկերությամբ, որը միայն աճում էր։ Կյանքը լավն էր։ Կյանքը լի էր։
Մարինեն վերջապես ուներ այն ամենը, ինչ միշտ երազել էր, փայլուն կարիերա, ամուսին, ով անվերապահորեն սիրում էր նրան, ճշմարիտ ընկերներ, պատկանելության զգացում, որը լիովին լցնում էր նրան։ Բայց, ինչպես ամեն ինչ կյանքում, խաղաղությունը միշտ չէ, որ հարատ է։ Սովորական հինգշաբթի էր, երբ Մարինեն մտավ իր գրասենյակ սեղանին, սպիտակ ծրար գտավ։ Ոչ մի ուղարկող չկար։ Ոչ մի նույնականացում։ Միայն նրա անունը գրված էր ձեռքով, էլեգանտ տառերով։ Մարինեն շուրջը նայեց, բայց ոչ ոք մոտ չկար։ Նա վերցրեց ծրարը, զգալով անբացատրելի սարսուռ, որն անցավ իր ողնաշարով։ Ինչ-որ բան դրանում ճիշտ չէր թվում։ Նա զգուշորեն բացեց այն, մեկ թուղթ հանեց։ Հաղորդագրությունը կարճ էր, բայց տպավորիչ։ Սիրելի Մարինե, Ռաֆայել Հարությունյանի մասին կան բաներ, որ դու չգիտես։ Բաներ, որոնք կարող են ամեն ինչ փոխել։ Նա այն չէ, ինչ դու կարծում ես։ Հարցրու նրան Սոֆիայի մասին։ Այն մասին, թե ինչ տեղի ունեցավ 3 տարի առաջ։ Այն իրական պատճառի մասին, թե ինչու նա երբեք չամուսնացավ Բելլայի հետ։ Ճշմարտությունը միշտ բացահայտվում է։ Եվ դու արժանի ես իմանալու։ Ոչ մի ստորագրություն չկար։ Միայն այդ առեղծվածային խոսքերը, որոնք ստիպեցին Մարինեի սիրտը արագանալ։ Նա մի քանի անգամ կարդաց նամակը, փորձելով հասկանալ, թե ինչ էր դա նշանակում։ Ո՞վ էր Սոֆիան։ Ինչ էր տեղի ունեցել 3 տարի առաջ, որ նա չգիտեր։ Եվ ինչու։ Էր ինչ-որ մեկը դա ուղարկում նրան հիմա, երբ ամեն ինչ վերջապես կարծես իր տեղում էր։ Մարինեն նամակը դրեց գզրոցում, ձեռքերը թեթակի դողալով։ Նրա մի մասը ուզում էր անտեսել դա։ Ուզում էր ձացնել, թե երբեք չի կարդացել։ Բայց մյուս մասը, հետաքրքրասեր ռացիոնալ մասը, գիտեր, որ պարզապես չի կարողանա մոռանալ։ Նրան պատասխաններ էին պետք։ Այդ երեկո, երբ Մարինեն տուն եկավ, Ռաֆայելին գտավ խոհանոցում, ընթրիք պատրաստելիս։ Նա անկաշկանդ էր, գրելով պարզ շապիկ սպորտային տաբատ, ոտքերը մերկ։ Այնքան տարբեր էր լուրջ գործարարից, ում բոլորը տեսնում էին ցերեկը։ Պարզապես իր ամուսինը։ Իր սերը։ Բարս սիրելիս, ասաց նա, ժպտալով նրան տեսնելիս։ Մի գաղափար ունեմ։ Ինչ կասես, եթե պատրաստենք այն ռիզոտոյի բաղադրատոմսը, որը դու այդքան ես սիրում։ Մարինեն ստիպողաբար ժպտաց, բայց նրա սիրտը ծանր էր։ Հիանալի է թվում։ Ռաֆայելն անմիջապես նկատեց, որ ինչ-որ բան սխալ էր։ Նա գդալը մի կողմ դրեց, մոտեցավ։ Ինչ եղավ։ Ինչ-որ բան եղավ աշխատանքում։ Մարինեն վարանեց։ Պետք է արդյոք նշեր նամակի մասին։ Պետք է արդյոք նրան առերեսվեր անանուն խոսքերի վրա հիմնված ինչ-որ բանով։ Բայց ապա հիշեց այն ամենը, ինչ նրանք միասին էին անցել։ Հիշեց, որ իրենց հարաբերությունները հիմնված էին անկեղծության վստահության վրա։ Ռաֆայել, ով է Սոֆիան։ Նրա արձագանքն անմիջական էր, անսխալական։ Նրա դեմքը գունատվեց։ Նրա աչքերը լայն բացվեցին։ Եվ Մարինեն տեսավ մի բան, որը երբեք չէր տեսել նախկինում՝ վախ։ Անկեղծ վախ։ Որտեղից ես լսել այդ անունը։ Ես նամակ ստացա։ Անանուն։ Ասում էր, որ քո մասին կան բաներ, որոնք ես չգիտեմ։ Բաներ այն մասին, թե ինչ տեղի ունեցավ 3 տարի առաջ։ Եվ հիշատակեց այդ անունը՝ Սոֆիա։ Ռաֆայելը ձեռքը մազերի միջով անցկացրեց, նյարդայնության ժեստ, որը նա լավ գիտեր։ Մարինե, ես։ Պարզապես ասա ինձ ճշմարտությունը։ Ո՞վ է նա։ Ռաֆայելը հեռացավ, քայլելով դեպի պատուհանը, նայելով դուրս գիշերվան։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը լի էր հույզերով։ Սոֆիան իմ կրտսեր քույրն էր։ Մարինեն զգաց, որ սիրտը սեղմվում է։ Եղել է։ Նա մահացավ 3 տարի առաջ։ Մի դժբախտ պատահարում։ Մարինեն մոտեցավ նրան, մեղմորեն դիպչելով նրա թին։ Ռաֆայել, ես շատ եմ ցավում։ Ինչու։ Դու երբեք ինձ չես պատմել։ Նա փակեց աչքերը, ակնհայտորեն պայքարելով հույզերի դեմ։ Որովհետև դա իմ կյանքի ամենացավալի մասն է։ Որովհետև մինչ այսօր ինձ եմ մեղադրում։ Որովհետև։ Ինչու։ Ես քեզ մեղադրում։ Ռաֆայելը շրջվեց, նրան դիմավորելու, Մարինեն առաջին անգամ արցունքներ տեսավ նրա աչքերում։
Որովհետև դժբախտ պատահարի օրը նա զանգեց ինձ։ Խնդրեց, որ գնամ նրա հետից։ Բայց ես կարևոր հանդիպման մեջտեղում էի։ Բանակցություն, որը կարող էր ամեն ինչ փոխել ընկերության համար։ Եվ ես ասացի, որ չեմ կարող։ Խնդրեցի, որ տաքսի վերցնի։ Եվ նա վերցրեց։ Եվ տաքսին բախվեց։ Եվ նա մահացավ։ Մարինեն զգաց, որ իր արցունքները սկսում են հոսել։ Աստված իմ, Ռաֆայել։ Ես երբեք ինձ չեմ ներել։ Երբեք չեմ կարողացել հաղթահարել այն գաղափարը, որ եթե ես թողած լինեի այդ անիծյալ հանդիպումը, եթե ես առաջնահերթություն տարի իմ քրոջը բիզնեսի փոխարեն, նա դեռ կենդանի կլիներ։ Դա քո մեղքը չէր։ Դա դժբախտ պատահար էր։ Ես դա գիտեմ ռացիոնալորեն։ Բայց հուզականորեն։ Ես այդ մեղքը կրում եմ ամեն օր։ Մարինեն ամուր գրկեց նրան, զգալով, որ նա դողում է իր ձեռքերում։ Իսկ Բելլան։ Ինչ կապ ունի նա դրա հետ։ Ռաֆայելը խորը շունչ քաշեց, պատասխանելուց առաջ։ Բելլան ինձ մեղադրեց։ Նա Սոֆյան ընկերներ էին։ Նրանք միասին էին այդ օրը։ Եվ երբ Սոֆյան մահացավ, Բելլան ասաց, որ երբեք չի կարող ամուսնանալ մեկի հետ, ով աշխատանքը ընտանիքից վեր է դասում։ Որ ես էի պատասխանատու։ Եվ նա ճիշտ էր։ Նա ճիշտ չէր։ Նա բարկացած էր, սկի մեջ էր։ Բայց դա քո մեղքը չէր։ Մարինե, դու պետք է հասկանաս։ Ես էգոիստ էի։ Ես հավակնոտ էի։ Ես բիզնեսը դրեցի իմ սիրելիներից առաջ։ Եվ վճարեցի ամենաբարձր հնարավոր գինը։ Մարինեն երկու ձեռքով բռնեց նրա դեմքը, ստիպելով նրան նայել իրեն։ Դու այլս այդ մարդը չես։ Դու փոխվել ես։ Դու սովորել ես։ Եվ ես գիտեմ, որ եթե երբե ինձ պետք լինես, դու ամեն ինչ կթողնես ու կգաս։ Որովհետև դու դա բազմիցս ապացուցել ես ինձ։ Ռաֆայելն այժմ թույլ տվեց արցունքներին ազատ հոսել։ Ինչպես կարող ես այդքան վստահ լինել։ Որովհետև ես քեզ ճանաչում եմ։ Ես գիտեմ, թե ով ես դու։ Եվ գիտեմ, որ այն մարդը, ում հետ ամուսնացել եմ, անցյալի այդ մարդը չէ։ Նա մեկն է, ով աճել է։ Ով հասունացել է։ Ով սովորել է իր սխալներից։ Ռաֆայելը նրան ամուր գրկեց, դեմքը թաքցնելով նրա պարանոցում։ Ես այնքան եմ քեզ սիրում։ Եվ այնքան եմ վախենում քեզ կորցնելուց։ Դու ինձ չես կորցնի։ Մենք միասին ենք դրանում։ Լավ օրերին, վատ օրերին։ Հիշում ես։ Նրանք մնացին այնտեղ գրկախառնված, միասին լաց լինելով, կիսելով այն ցավը, որը Ռաֆայելը այդքան ժամանակ մենակ էր կրել։ Եվ Մարինեն զգաց, որ ինչ-որ տարօրինակ կերպով այդ բացահայտումը նրանց էլ ավելի մոտեցրեց։ Որովհետև հիմա նա ճանաչում էր նրա բոլոր մասերը։ Լավերը, վիրավորվածները։ Եվ սիրում էր դրանցից յուրաքանչյուրը։ Ո՞վ է ուղարկել այդ նամակը, հարցրեց Ռաֆայելը երկար լռությունից հետո։ Չգիտեմ։ Բայց մենք կիմանանք։ Հաջորդ օրերին Մարինեն Ռաֆայելը զուսպ կերպով հետաքննեցին, թե ով կարող էր ուղարկել նամակը։ Կասկածներն ի սկզբանե ընկան Դավիթի, նախկին մենեջերի վրա, ով տեղափոխվել էր։ Բայց նա ամուր ալիբի ուներ, առերեսվելիս, երդվեց, որ ոչ մի կապ չուներ դրա հետ։ Տիկին Թամարն էր, ով ի վերջո բերեց վճռական հուշումը։ Մարինե սիրելիս, միգուցե դուք ուզեք զրուցել ընդունարանի այդ նոր աշխատակցուհու, Կլարայի հետ։ Ես տեսա նրան ձեր սեղանի մոտ ինչ-որ բան անելիս մյուս օրը, երբ դուք չէիք այնտեղ։ Մարինեն գտավ Կլարային, լարված խոսակցությունից հետո ճշմարտությունը բացահայտվեց։ Կլարան Սոֆիայի ընկերուհին էր եղել։ Նա Ռաֆայելին էր մեղադրում ընկերուհու մահվան մեջ, երբ իմացավ, որ նա ամուսնացել է երջանիկ է թվում, որոշեց խնդիրներ առաջացնել։ Նամակը կասկածներ սերմանելու, նրա երջանկությունը քանդելու փորձ էր։ Մարինեն Ռաֆայելը որոշեցին իրավական միջոցներ չձեռնարկել Կլարայի դեմ։ Փոխարենը, նրանք առաջարկեցին, որ նա դիմի մասնագիտական օգնության սկի հետ։ Առնչվելու համար, մեղմորեն, առաջարկեցին, որ նա այլ աշխատանք փնտրի։ Կլարան, բախվելով կարեկցանքի, բարկության փոխարեն, ի վերջո ընդունեց ներողություն խնդրեց։ Այդ դրվագը, թե ցավալի էր, Մարինեին Ռաֆայելին կարևոր բան սովորեցրեց, որ անցյալը միշտ կարող է վերադառնալ անսպասելի ձևով, բայց որ միասին նրանք բավականաչափ ուժեղ էին ցանկացած բանին դիմակայելու համար։
Ամիսներ անցան։ Մարինեն Ռաֆայելը շարունակեցին կառուցել իրենց համատեղ կյանքը։ Նրանք դիմակայեցին այլ մարտահրավերների, իհարկե։ Քննարկումներ ընտանիքը ընդլայնելու մասին։ Դժվար որոշումներ բիզնեսի վերաբերյալ։ Սթրեսի հոգնածության պահեր։ Բայց ամեն ինչի միջով նրանք մնացին միասնական։ Կիրակի առավոտյան հարսանիքից 1 տարի անց Մարինեն արթնացավ տարօրինակ զգացումով։ Նա գնաց լոգարան, մի քանի րոպե անց նայեց հղիության թեստին իր ձեռքերում։ 2 գիծ։ Դրական։ Նա հղի էր։ Մարինեն վերադարձավ ննջասենյակ, որտեղ Ռաֆայելը դեռ խաղաղ քնած էր։ Նա նստեց մահճակալի եզրին, մեղմորեն դիպավ նրա դեմքին։ Ռաֆայել, արթնացիր։ Նա դանդաղ բացեց աչքերը, թարթելով առավոտյան լույսի դեմ։ Ինչ եղավ։ Ամեն ինչ կարգին է։ Մարինեն ժպտաց, արցունքներն արդեն սկսել էին հոսել։ Այո։ Ամեն ինչ կատարյալ է։ Մենք ծնող ենք լինելու։ Ռաֆայելին մի քանի վայրկյան պահանջվեց տեղեկությունը մարսելու համար։ Եվ ապա հսկայական ժպիտ տարածվեց նրա դեմքին։ Նա նրան ամուր գրկեց, ծիծաղելով լաց լինելով միաժամանակ։ Իրոք։ Դու վստահ ես։ Բացարձակ։ Աստված իմ, Մարինե։ Մենք երեխա ենք ունենալու։ Մենք երեխա ենք ունենալու։ Նրանք մնացին այնտեղ, գրկախառնված, պատկերացնելով գալիք ապագան։ Ապագա, լի հնարավորություններով, սիրով, ընտանիքով, որը նրանք կկառուցեին միասին։ Եվ Մարինեն հասկացավ այդ պահին, որ այն ամենը, ինչ նա անցել էր, բոլոր մարտահրավերները, բոլոր վախերը, բոլոր անորոշությունները արժերին։ Որովհետև դրանք նրան բերել էին այնտեղ։ Մինչ այդ կատարյալ պահը։ Իր կյանքի սիրուն։ Այն ընտանիքին, որի մասին միշտ երազել էր։ Այն երջանկությանը, որին արժանի էր։ Տարիներ անց Մարինեն հետ կնայեր, կհիշեր այդ գիշերը հարսանեկան երեկույթին։ Այդ ամոթալի սխալը, որը վերածվեց իր կյանքի լավագույն պատահարի։ Եվ կժպտար, երախտապարտ լինելով քաջություն ունենալու համար, ռիսկի դիմելու։ Սիրելու։ Վստահելու։ Որովհետև, ի վերջո, լավագույն պատմությունները նրանք են, որոնք սկսվում են անսպասելիորեն։ Նրանք, որոնք մեզ դուրս են հանում հարմարավետության գոտուց։ Նրանք, որոնք մեզ լիովին փոխում են։ Եվ Մարինեի Ռաֆայելի պատմությունը հենց դա էր։ Քաջության, ճշմարիտ սիրո, անհնարինին դիմակայելու հաղթելու պատմություն։ Պատմություն, որն արժանի էր պատմվելու։ Եվ, ամենակարևորը, արժանի էր ապրելու։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի Ռաֆայելի պատմությունը շոշափել է ձեր սիրտը։ Եթե դուք հուզվեցիք, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք նմանատիպ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։